Ամանորի նախօրեին միայնակ մի միլիոնատեր անձայն արտասվում էր այգու ձյունածածկ նստարանին, կրծվելով մորը կորցնելու մեղքի զգացումից։ Ամեն ինչ փոխվում է, երբ նրան է մոտենում մի փոքրիկ տղա մի պարզ, անմիջական շարժումով առաջարկում է պարտքով տալ իր մայրիկին մի գրկախառնության մի բաժակ տաք շոկոլադի դիմաց։ Այդ անհավանական հանդիպումից հետո սիրո ընտանեկան ջերմության նոր հնարավորություն է ծնվում։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Խոստանում եմ, սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբել լսել եք ձեր կյանքում։ Հունիսյան այդ մռայլ օրը անձրը հորդառատ տեղում էր Երանի փողոցներում։ Կապարագույն երկինքը կարծես արտացոլում էր այն տխրությունը, որ համակել էր Մարինեին, մինչ նա ամուր բռնել էր իր դստեր, Ալիսի փոքրիկ ու սառը ձեռքը։ 32 տարեկանում Մարինեն իր ուսերին մի այնպիսի բեռ էր կրում, որն ավելի ծանր էր թվում, քան ինքն էր։ Բարակ վերարկուն այլս չէր պաշտպանում սուրբ սրտից, նրա թրջված կոշիկները յուրաքանչյուր քայլին տխուր ձայն էին հանում թաց ասֆալտի վրա։ Ալիսը ընդամենը 6 տարեկան էր, բայց նրա մեծ, շագանակագույն աչքերը բացահայտում էին աշխարհի մի այնպիսի ըմբռնում, որը ոչ մի երեխա չպետք է ունենա։ Նրա հագի վարդագույն զգեստը, թե գունաթափված ու մի քանի անհաջող կարկատաններով, կրծքի ուներ մի փոքրիկ կապույտ ասեղնագործություն, նուրբ ծաղիկ, որը Մարինեն այնքան սիրով կարել էր ամիսներ առաջ, երբ դեռ հույս ուներ, որ ամեն ինչ կարող է լավանալ։ 3 ամիս առաջ Մարինեն կորցրել էր աշխատանքը կարի ֆաբրիկայում, որտեղ աշխատում էր։ Ընկերությունը մի օրում փակեց իր դռները, հարյուրավոր աշխատակիցների թողնելով առանց աշխատավարձի, առանց հեռանկարի։ Այդ օրվանից նա թակել էր բոլոր հնարավոր դռները, ուղարկել ինքնակենսագրականներ, մասնակցել հարցազրույցների, բայց ոչինչ։ Մեծ քաղաքը, որը նախկինում լի էր թվում հնարավորություններով, այժմ ցույց էր տալիս իր ամենադաժան դեմքը։ Վարձի գումարը վաղուց սպառվել էր, նրանց վտարել էին Մալաթիա Սեբաստիա թաղամասի փոքրիկ բնակարանից։ Վերջին օրերը լի էին մարդաշատ կացարաններում անցկացրած գիշերներով, երբ տեղ էին գտնում, կամ պատահական վայրերում, երբ չէին գտնում։ Այդ օրը աշխատանքի հարցազրույցում հերթական մերժումից հետո Մարինեն աննպատակ քայլում էր կենտրոն թաղամասով, որը կարծես այլ մոլորակից լիներ։ Թանկարժեք խանութների փայլուն ցուցափեղկերը, անցնող ներկրված մեքենաները, թանկարժեք ռեստորաններ մտնող ու դուրս եկող էլեգանտ մարդիկ։ Այս ամենը կարծես ծաղրում էր նրա վիճակը։ Անձրն ուժգնացավ, Ալիսը սկսեց դողալ։ Մարինեն հուսահատ շուրջը նայեց, փնտրելով մի վայր, որտեղ կարող էին պատսպարվել, թեկուզ մի քանի րոպեով։ Հենց այդ պահին նրա հայացքը կանգ առավ մի շքեղ սրճարանի վրա, որի բացօթյա սեղանները պաշտպանված էին լայն հովանոցով։ Եղանակի պատճառով սեղանների մեծ մասը դատարկ էր, բայց դրանցից մեկի մոտ մի տղամարդ նստած էր մենակ։ Մարինեն վարանեց։ Գիտեր, որ նման վայրերում իրեն ցանկալի հյուր չեն համարի։ Նրա թրջված ու մաշված հագուստը, հոգնած տեսքը, ամեն ինչ գոռում էր, որ ինքն այդ աշխարհին չի պատկանում։ Բայց Ալիսը թույլ փռշտաց, դա բավական էր ցանկացած վախ հաղթահարելու համար։ Մարինեն ամեն ինչից առաջ մայր էր, իր դստեր առողջությունն առաջնային էր։ Նա դանդաղ մոտեցավ սեղանին, Ալիսին ձեռքից բռնած։ Տղամարդը նույնիսկ նստած տպավորիչ տեսք ուներ։ Պետք է լիներ մոտ 55, գուցե 60 տարեկան։ Ջերմակ մազերը կատարյալ սանրված էին, մուգ մոխրագույն կոստյումը, անհատական կարով, իսկ դեմքի արտահայտությունը հեղինակություն ու հեռավորություն էր հաղորդում։ Այդ ժամանակ Մարինեն նկատեց անվասայլակը, ակնհայտորեն բարձրակարգ մոդել, քրոմապատ դետալներով տեխնոլոգիայով, որը նա երբեք չէր տեսել։ Այն ավելի շատ շքեղության պարագա էր թվում, քան անհրաժեշտություն։ Դողացող ձայնով Մարինեն խոսեց. «Խնդրում եմ, պարոն, ներեցեք անհանգստացնելու համար։ Գիտեմ, որ չպետք է այստեղ լինեմ, բայց դուստրս շատ է մրսում, իսկ անձրը չի դադարում։ Կարող ենք ընդամենը մի քանի րոպե մնալ հովանոցի տակ, մինչ անձրը մի փոքր թուլանա։ Խոստանում եմ, չենք խանգարի»։ Տղամարդը հայացքը բարձրացրեց պլանշետից։ Նրա հայացքը սառն էր, հաշվենկատ։ Նա վայրկյանների ընթացքում գնահատեց Մարինեին գլխից մինչ ոտք, հետո նայեց Ալիսին։ Ոչ մի խոսք չասաց։ Պարզապես աջ ձեռքով զուսպ շարժում արեց, անմիջապես մոտեցավ մոտ 40 տարեկան մի կին, անթերի մուգ կապույտ բաճկոնով։ Դա Բեատրիսն էր, նրա անձնական օգնականը։ Բեատրիս, լուծիր այս հարցը, ասաց տղամարդը խորը անտարբեր ձայնով, կարծես մեկին խնդրում էր աղբը դիմացից հեռացնել։ Բեատրիսը Մարինեին նայեց խղճահարության արամարանքի խառնուրդով։
Տիկին, սա հաճախորդների համար նախատեսված տարածք է։ Դուք պետք է հեռանաք։ Եթե ցանկանում եք, այստեղից մոտ 3 թաղամաս այն կողմ հանրային կացարան կա։ Մարինեն զգաց, թե ինչպես է նվաստացումն այրում իր կուրծքը։ Նա լավ գիտեր այդ հայացքը։ Արդեն շատ նման հայացքներ էր տեսել։ Բայց չէր կարող հանձնվել։ Ոչ այն դեպքում, երբ Ալիսն այնտեղ էր, դողում էր, շուրթերը սկսում էին կապտել ցրտից։ Խնդրում եմ, պնդեց Մարինեն, ուղիղ նայելով տղամարդուն, միայն մինչ անձրը թուլանա։ Դուստրս սառել է։ Տղամարդը անհամբեր հոգոց հանեց։ Պիջակի ներքին գրպանից հանեց դրամապանակը, մի քանի 10,000 դրամանոց թղթադրամ հանեց։ Գումարը մեկնեց Մարինեի ուղղությամբ, առանց նրա վրա նայելու։ Վերցրու։ Երեխայի համար վերարկու գնիր ու գնացեք։ Մարինեն զգաց, թե ինչպես է վրդովմունքը ալիքի պես բարձրանում։ Մի քայլ հետ գնաց, գլուխը բարձր պահելով։ Ես ձեր գումարը չեմ ուզում, ասաց նա վճռականորեն։ Ես ողորմություն չեմ խնդրում։ Ես մի փոքր մարդասիրություն եմ խնդրում։ Ընդամենը մի քանի րոպեի պատսպարան։ Ահա թե ինչ եմ խնդրում։ Գթասրտություն։ Առաջին անգամ տղամարդը կարծես իսկապես նայեց նրան։ Մարինեի այդ հայացքում մի բան կար, վիրավորված, բայց ոչ կոտրված արժանապատվություն, որը նրան ստիպեց մի ակնթարթ վարանել։ Բայց դա ընդամենը մի պահ էր։ Նա գումարը հետ դրեց, ուշադրությունը կրկին սեռեց պլանշետին։ Հենց այդ պահին Ալիսը, որ մինչ այդ լուռ կանգնած էր մոր կողքին, սեղանի վրա մի բան նկատեց։ Այնտեղ ծննդյան տորտ կար, ակնհայտորեն շքեղ, սպիտակ գլազուրի շերտերով, նուրբ կապույտ դետալներով։ Բայց աղջկա ուշադրությունը գրավեց տորթի վրայի շաքարից պատրաստված փոքրիկ ծաղիկը։ Կապույտ ծաղիկ, որը նույնական էր իր զգեստի ասեղնագործությանը։ Ալիսի աչքերը փայլեցին։ Նա բաց թողեց մոր ձեռքը, միայն երեխաներին բնորոշ անմեղությամբ մոտեցավ սեղանին։ Տես մամա, ասաց նա բարակ ու հիացմունքով լի ձայնով, մատնացույց անելով տորթը։ Ճիշտ իմ ծաղկի նման է։ Մարինեն սարսափեց։ Ալիս, ոչ, արի այստեղ, կանչեց նա, փորձելով դստերը հետ քաշել։ Բայց աղջիկն արդեն սեղանի կողքին էր, հիացմունքով նայելով տորթին։ Տղամարդը, որը պատրաստվում էր Բեատրիսին հրամայել վերջնականապես հեռացնել նրանց, կանգ առավ։ Նրա աչքերը սերվեցին Ալիսի զգեստի կապույտ ծաղկին։ Հետո տորթին։ Հետո նորից զգեստին։ Նրա արտահայտության մեջ ինչ-որ բան փոխվեց։ Մի պահ դեմքի գույնը գնաց։ Բեատրիսն առաջ եկավ։ Պարոն Մարսել, ես հիմա, բայց նա ձեռքը բարձրացրեց, ընդհատելով նրան։ Նրա ձայնը այլ կերպ հնչեց, ավելի ցածր, գրեթե դողացող։ Որտեղից ես ձեռք բերել այդ զգեստը։ Մարինեն, շփոթված դեռ պաշտպանողական, պատասխանեց։ Ես ինքս եմ արել ասեղնագործությունը։ Ինչո՞վ։ Ոչ, ասաց Մարսելը, դեռ նայելով ծաղկին։ Ոչ թե ամբողջ զգեստը։ Այդ ասեղնագործությունը։ Այդ նկարը։ Որտեղից է։ Մարինեն հոնքերը կիտեց։ Ես եմ արել, արդեն ասացի։ Պատճենել եմ մի հին լուսանկարից, որ ունեի մանկությունիցս։ Դա մի նկար էր, որ տատս ասում էր, թե մայրս է սիրում։ Մարսելի կրծքում ինչ-որ բան պայթեց։ Այդ նկարը։ Այդ պարզ ծաղիկը, 5 կլորավուն թերթիկներով փոքրիկ միջուկով։ Նա ճանաչում էր այդ նկարը։ Շատ լավ էր ճանաչում։ Դա իր քրոջ, Թերեզայի ստորագրությունն էր։ Նա դա նկարում էր ամեն ինչի վրա։ Նամակների, տետրերի, գրությունների։ Միշտ այդ կապույտ ծաղիկը։ Թերեզա։ Անունը Մարսելի մտքում արձագանքեց հեռավոր որոտի պես։ Թերեզան, որն անհետացել էր 33 տարի առաջ։ Թերեզան, որին նա կարծում էր, թե կյանքի հանգամանքներն են տարել, նա այլս չի վերադարձել։ Թերեզան, որը 22 տարեկանում աննացորդ սիրահարվել էր մեկին, ում ընտանիքը երբեք չէր հավանել։ Թերեզան, որը մի օր պարզապես այլս չկար։ Ալիսը, անտեղյակ ստեղծված լարվածությունից, շարունակում էր նայել տորթին։ Ձեր ծնունդն է, հարցրեց նա այն քաղցր ու ուղիղ տոնով, որ միայն երեխաներն են կարողանում ունենալ։ Մարսելը ուշացումով պատասխանեց։ Այո, ասաց նա վերջապես, գրեթե շշուկով։ Ալիսը ժպտաց, լայն ու պայծառ ժպիտ, որը լուսավորեց նրա թաց դեմքը։
Ուրեմն, շնորհավոր ծնունդդ։ Իմ ծնունդը ամռանն է։ Ես 7 տարեկան եմ դառնալու։ Մարսելը զգաց, թե ինչպես իր ներսում մի բան կոտրվեց։ Մի բան, որ տասնամյակներ շարունակ սառած էր։ Նա նայեց Ալիսին, իսկապես նայեց։ Շագանակագույն աչքերը, դեմքի ձը, ժպիտը։ Այնտեղ ինչ-որ ծանոթ բան կար։ Մի բան, որը նա չէր կարողանում անվանել, բայց որը խորը արձագանքում էր իր հոգում։ Բեատրիս, ասաց նա հանկարծ, տաք շոկոլադ բերեք։ 2 հատ։ Եվ մի սուրճ։ Եվ նա վարանեց, կարող եք մնալ։ Մինչ անձրը դադարի։ Բեատրիսը զարմացած լայն բացեց աչքերը։ Պարոն, վստահ եք, սկսեց նա, բայց Մարսելը նրան ընդհատեց մի հայացքով։ Մարինեն, դեռ մտածելով, թե ինչ է կատարվում, մի աթոռ քաշեց դանդաղ նստեց Ալիսի հետ։ Աղջիկը փայլում էր, վերջապես հեռու անձրից ու ցրտից։ Շնորհակալություն, ասաց Մարինեն ցածրաձայն, չիմանալով, թե էլ ինչ ասի։ Մարսելը չպատասխանեց։ Նա այժմ ավելի ուշադիր էր զննում Մարինեին։ Նա պետք է լիներ 30 անց։ Մուգ շագանակագույն մազեր, մեծ աչքեր, նուրբ դիմագծեր, չնայած ակնհայտ հոգնածությանը։ Նրա դեմքում մի բան կար, որը տարօրինակ կերպով ծանոթ էր իրեն։ Անունդ ինչ է, հարցրեց նա հանկարծ։ Մարինե։ Մարինե Քարթաշյան։ Քարթաշյան, կրկնեց Մարսելը։ Իսկ մայրդ։ Մարինեն հայացքը փախցրեց, հին ցավը փայլատակեց նրա աչքերում։ Ես երբեք չեմ ճանաչել մորս։ Նա ինձ թողել է տատիս մոտ, երբ ես մի քանի ամսական էի։ Տատս է ինձ մեծացրել մինչ 15 տարեկանս։ Նրա մահից հետո մենակ եմ մնացել։ Իսկ նրա անունը։ Մորթ անունը։ Մարինեն վարանեց։ Թերեզա։ Թերեզա Քարթաշյան։ Համենայն դեպս, այդպես է գրված իմ ծննդյան վկայականում։ Տատս երբեք շատ չէր խոսում նրա մասին։ Ասում էր, որ չափազանց ցավոտ է։ Աշխարհը կանգ առավ Մարսելի համար։ Թերեզա։ Չէր կարող զուգադիպություն լինել։ Անունը, ծաղիկը, նմանությունը։ Չէր կարող։ Բեատրիսը վերադարձավ սկուտեղով ըմպելիքները ձեռքին։ Մարինեն 2 ձեռքով ընդունեց սուրճի բաժակը, շնորհակալ լինելով ջերմության համար։ Ալիսը վերցրեց տաք շոկոլադը մի կում արեց, ժպտալով։ Մինչ նրանք խմում էին, Մարսելը չէր կարողանում աչքերը կտրել Մարինեից։ Նրա սիրտը արագ բաբախում էր, մի բան, որ տարիներ շարունակ չէր զգացել։ Նա պետք է ավելին իմանար։ Պետք է վստահ լիներ։ Բայց ինչպես։ Ինչպես տալ հարցերը, առանց լրիվ խելագար թվալու։ Հենց այդ պահին նրա հայացքը կանգ առավ Մարինեի ձեռքերի վրա։ Եվ նա տեսավ մատանի։ Հին, արծաթե, ժամանակի ընթացքում մաշված դետալներով։ Եվ կենտրոնում փորագրված սկզբնատառեր։ Մ.Თ. Մարսելը զգաց, որ շունչը կտրվում է։ Այդ մատանին, ասաց նա, մատնացույց անելով։ Որտեղից է։ Մարինեն նայեց իր ձեռքին, սիրով շոշափելով մատանին։ Մորսն էր։ Միակ բանը, որ նա թողել է։ Տատս տվեց ինձ, երբ 18 տարեկանս լրացավ։ Ասում էր, որ մայրս միշտ կրում էր այն։ Սկզբնատառերը, պնդեց Մարսելը, զգալով, որ ձայնը դողում է։ Ինչ են նշանակում։ Մարինեն ուսերը թոթվեց։ Չգիտեմ։ Տատս երբեք չի ասել։ Միշտ մտածել եմ, որ հորս հետ կապված մի բան է, բայց երբեք չեմ իմացել, թե ով է նա եղել։ Տատս այդ գաղտնիքը տարավ գերեզման։ Մարսելը դողացող ձեռքը մեկնեց։ Կարող եմ տեսնել։ Մարինեն վարանեց, բայց հանեց մատանին դրեց նրա ափի մեջ։ Մարսելը բռնեց փոքրիկ զարդը, կարծես այն աշխարհի ամենաթանկ բանը լիներ։ Մատը սահեցրեց սկզբնատառերի վրայով։ Մ.Თ. Մարսել Թերեզա։ Այդ մատանին։ Նա հիշեց։ Դա նշանադրության մատանին էր, որը նա նվիրել էր Թերեզային, երբ նրա 21 տարին լրացավ։ Ավագ եղբոր նվերը կրտսեր քրոջը։ Նա երդվել էր, որ երբեք չի հանի այն։ Մարսելը փակեց աչքերը։ Հիշողությունները հեղեղի պես հորթեցին։ Թերեզան ծիծաղում է հին տան այգում։ Թերեզան ասում է, որ սիրահարվել է։
Թերեզան լաց է լինում, երբ նրանց հայրը հրաժարվում է ընդունել հարաբերությունները։ Թերեզան ասում է, որ գնալու է, ապրելու է իր կյանքը, երջանիկ է լինելու։ Եվ հետո, լռություն։ Վերադարձված նամակներ։ Չպատասխանող հեռախոսներ։ Եվ վերջապես հաշտվելը այն մտքի հետ, որ նա այլ կյանք է ընտրել։ Բայց ինչ, եթե։ Ինչ, եթե նա պարզապես չի գնացել։ Ինչ, եթե ինչ-որ բան է պատահել։ Ինչ, եթե նա դուստր է ունեցել։ Այս դուստրը։ Մարսելը բացեց աչքերը մատանին վերադարձրեց Մարինեին։ Նա այն հետ դրեց, չհասկանալով պահի լրջությունը։ Մնալու տեղ ունես, հարցրեց Մարսելը հանկարծ։ Մարինեն հայացքը ցած գցեց, ամոթը ներկեց նրա այտերը։ Ոչ, այս պահին։ Բայց մի բան կանենք։ Միշտ անում ենք։ Մարսելը մի որոշում կայացրեց, որը փոխելու էր ամեն ինչ։ Եկեք ինձ հետ։ Մարինեն զարմացած գլուխը բարձրացրեց։ Ինչպես։ Իմ տուն։ Ձեզ մնալու տեղ է պետք։ Իսկ ես պետք է, նա վարանեց, պետք է որոշ բաներ հասկանամ։ Մարինեն լուռ մնաց, մտածելով։ Նրա մի մասը ուզում էր անմիջապես համաձայնել։ Մի տանիք, անվտանգություն Ալիսի համար։ Բայց մյուս մասը կասկածում էր։ Այս աշխարհում ոչինչ անվճար չէ։ Նա դա սովորել էր ամենադառը ճանապարհով։ Ինչու դուք դա կանեիք, հարցրեց նա կասկածամտորեն։ Մարսելը խորը շունչ քաշեց։ Որովհետև նրա ձայնը լի էր զգացմունքով, որը նա փորձում էր զսպել, որովհետև կարծում եմ դու կարող ես իմ քրոջ աղջիկը լինել։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Մարինեն բերանը բաց մնաց։ Բեատրիսը, որը մոտակայքում էր, գցեց ձեռքի գրիչը։ Ալիսը շարունակում էր խմել իր շոկոլադը, անտեղյակ այն երկրաշարժից, որն առաջացրել էին այդ խոսքերը։ Ինչպես, վերջապես կարողացավ ասել Մարինեն։ Դա անիմաստ է։ Մարսելը բացատրեց, զգուշորեն ընտրելով բառերը։ Ես քույր ունեի։ Թերեզա։ Նա անհետացել է ավելի քան 30 տարի առաջ։ Վերջին անգամ, երբ տեսա նրան, նա 22 տարեկան էր։ Նա կրում էր այս մատանին։ Եվ նա նկարում էր այս ծաղիկը ամեն ինչի վրա։ Մարինեն զգաց, որ արցունքներն այրում են իր աչքերը։ Մայրս։ Դուք ճանաչել եք մորս։ Ես նրա եղբայրն էի։ Եթե դու Թերեզայի դուստրն ես, ուրեմն դու իմ քրոջ աղջիկն ես։ Իսկ այս աղջիկը, նա նայեց Ալիսին, իմ քրոջ թոռնուհին է։ Մարինեն չէր կարողանում հասկանալ։ Չափազանց շատ էր։ Այս ամենը անհնար էր։ Նա ամբողջ կյանքն անցկացրել էր առանց ընտանիքի, առանց արմատների, առանց որևէ մեկին պատկանելու։ Եվ հիմա այս տղամարդն ասում էր, որ նա քեռի ունի։ Որ նա արյունակից ունի։ Որ նա մենակ չէ։ Բայց կարող էր սուտ լինել։ Կարող էր զուգադիպություն լինել։ Կարող էր խաբեություն լինել, թե նա չէր կարողանում պատկերացնել, թե ինչպիսի խաբեություն կլիներ դա։ Նրա բնազդը գոռում էր, որ այնտեղ ճշմարտություն կա, բայց նրա բանական միտքը զգուշություն էր պահանջում։ Ես պետք է վստահ լինեմ, ասաց Մարսելը, կարծես կարդալով նրա մտքերը։ Ես դնդ թեստ կպահանջեմ։ Եթե հաստատվի, դու Ալիսը կունենաք այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է։ Բայց ես պետք է իմանամ ճշմարտությունը։ Մարինեն դանդաղ գլխով արեց։ Լավ։ Ես էլ պետք է իմանամ։ Մարսելը վերցրեց բջջային հեռախոսը զանգ արեց։ Բեատրիսը, դեռ շոկի մեջ, անհավատալիորեն հետում էր ամեն ինչին։ Մի քանի րոպե անց, շքեղ մեքենա կանգնեց սրճարանի դիմաց։ Վարորդը իջավ բացեց դռները։ Գնացինք, ասաց Մարսելը արդեն իր անվասայլակը շարժելով դեպի հարմարեցված մեքենան։ Մարինեն Ալիսին գրկեց հետեց։ Աղջիկը, տաք շոկոլադից հետո քնկոտ, գլուխը դրեց մոր ուսին։ Բեատրիսը գնաց հետից, նրա կրունկները ռիթմիկ թխկթխկում էին թաց մայթին։ Մեքենայի ներսում լռությունը խիտ էր։ Մարինեն նայում էր պատուհանից, տեսնելով անցնող քաղաքը։ Ալիսը հանգիստ քնած էր նրա գրկում։ Բեատրիսը կատաղիորեն ինչ-որ բան էր գրում հեռախոսով, ակնհայտորեն անհանգիստ։ Իսկ Մարսելը նայում էր առաջ, կորած մտքերի հիշողությունների մեջ մի քրոջ մասին, որին կարծում էր, թե ընդմիշտ կորցրել է։ Առանձնատունը գտնվում էր Վահագնի թաղամասի փակ համայնքում։
Երբ նրանք անցան անվտանգության դարպասներով մտան տարածք, Մարինեն զգաց, որ մտնում է մեկ այլ աշխարհ։ Տունը հսկայական էր, ժամանակակից, ապակե մեծ պատուհաններով, անթերի խնամված այգիներով։ Դա այնպիսի վայր էր, որը նա տեսնում էր ամսագրերում, բայց երբեք չէր պատկերացնում, որ ոտք կդնի։ Մեքենան կանգնեց գլխավոր մուտքի դիմաց։ Մարսելն առաջինը իջավ, նրա անվասայլակը սահուն սահեց մարմարե հատակի վրայով։ Անմիջապես հայտնվեց համազգեստով սպասուհի։ «Կարինե», ասաց Մարսելը, «պատրաստիր երկրորդ հարկի հյուրասենյակը։ Եվ խոհանոցին տեղեկացրու, որ ընթրիքի համար 2 հոգի ունենք»։ «Այո, պարոն Մարսել», պատասխանեց Կարինեն, բայց նրա հետաքրքրասեր հայացքը չվրիպեց Մարինեի աչքից։ Տան ներսում Մարինեն իրեն լիովին օտար զգաց։ Ամեն ինչ մեծ էր, շքեղ, ահարկու։ Պատերը զարդարված էին արվեստի գործերով, որոնք հավանաբար ավելի թանկ արժեին, քան նա կվաստակեր ամբողջ կյանքում։ Գլխավոր մուտքի ջահը կարծես 1 միլիոն բյուրեղ ուներ։ Ալիսն արթնացավ, լայն բացված աչքերով շուրջը նայեց։ «Մամա», շշնջաց նա, «սա ամրոց է»։ Մարինեն չկարողացավ զսպել տխուր ժպիտը։ «Նման մի բան, աղջիկս»։ Բեատրիսը նրանց ուղեկցեց երկրորդ հարկ, որտեղ գտնվում էր հյուրասենյակը։ Սենյակն ավելի մեծ էր, քան նրանց նախկին ամբողջ բնակարանը։ Այնտեղ կար king size մահճակալ, առանձին լոգասենյակ, պատշգամբ այգու տեսարանով։ «Դուք կարող եք այստեղ հանգստանալ», ասաց Բեատրիսը պրոֆեսիոնալ ձայնով, բայց մի հայացքով, որը հստակ ցույց էր տալիս իր դժգոհությունը։ «Ընթրիքը կմատուցվի ժամը 8-ին։ Մեկը կգա ձեզ կանչելու»։ «Շնորհակալություն», ասաց Մարինեն։ Բեատրիսը դուրս եկավ, դուռը փակելով ավելի ուժեղ, քան անհրաժեշտ էր։ Մարինեն նստեց մահճակալին Ալիսի հետ։ Աղջիկը ուսումնասիրում էր սենյակը, բացելով պահարանները, շոշափելով փափուկ վարագույրները։ Մարինեն իր հերթին երկու զգացումների մեջ էր, թեթացում, որ դստեր համար անվտանգ ու տաք տեղ ունի, վախ, թե այս ամենն ինչ է նշանակում։ Իսկ եթե դա ճիշտ լիներ։ Իսկ եթե նա իսկապես այդ տղամարդու քրոջ աղջիկը լիներ։ Իսկ եթե վերջապես մի ամբողջ կյանքից հետո նա գտել էր ընտանիքի մի կտոր, որի գոյության մասին չգիտեր։ Բայց ինչ, եթե ոչ։ Ինչ, եթե այս ամենը դաժան թյուրիմացություն լիներ։ Ինչ, եթե դնդթեստը բացասական վերադառնար։ Նրանք կրկին փողոցում կլինեին, միայն թե այս անգամ համտեսելով այն, ինչ կարող էր լինել։ Մարինեն պառկեց մահճակալին Ալիսին մոտ քաշեց։ Աղջիկը փաթաթվեց նրան, երջանիկ ու տաքացած։ «Մամա», քնաթաթախ մրմնջաց նա, «այդ պարոնը լավն է։ Նա շատ գեղեցիկ տորտ ունի»։ Մարինեն համբուրեց դստեր ճակատը։ «Այո, սիրելիս։ Իսկապես ունի»։ Եվ մինչ Ալիսը նորից քնեց, Մարինեն նայում էր բարձր ու զարդարուն առաստաղին, մտածելով, թե ինչպես իր կյանքը այդքան փոխվեց մի քանի ժամվա ընթացքում։ Սառը անձրից ու հուսահատությունից այս շքեղ սենյակ։ Լքվածությունից պատկանելու հնարավորություն։ Ներքում իր աշխատասենյակում Մարսելը ձեռքին պահում էր մի հին լուսանկար։ Դրանում 2 երիտասարդ ժպտում էին տեսախցիկին։ Նա 20 անց, ուժեղ երազանքներով լի։ Եվ նա, Թերեզան, իր 18 տարեկանում, գեղեցիկ ու կենսախինդ, գրելով այն մատանին, որը նա նվիրել էր, այն ժպիտով, որը լուսավորում էր ցանկացած միջավայր։ Նա մատը սահեցրեց գունաթափված պատկերի վրայով։ «Թերեզա», շշնջաց նա, «ո՞ր գնացիր։ Ինչ պատահեց քեզ»։ Եվ տասնամյակների ընթացքում առաջին անգամ Մարսել Սանթոսյանը լաց եղավ։ Մարինեն գիշերվա կեսին վախեցած արթնացավ, շփոթված։ Մի պահ չհասկացավ, թե որտեղ է։ Ներքնակը չափազանց փափուկ էր, ծավալներից նարդոսի բույր էր գալիս, որը նա չէր ճանաչում։ Հետո հիշողությունը ալիքի պես վերադարձավ։ Սրճարանը։ Մարսելը։ Անհավանական հնարավորությունը, որ գտել է մի քեռու, որի գոյության մասին չգիտեր։ Նա կողք նայեց, տեսավ խորը քնած Ալիսին, որի հանգիստ դեմքը լուսավորված էր պատուհանից ներս թափանցող լուսնի մեղմ լույսով։ Մարինեն զգուշորեն վեր կացավ, որ չարթնացնի դստերը, գնաց դեպի պատշգամբ։ Տեսարանը հիասքանչ էր։ Այգին լուսավորված էր ռազմավարական լույսերով, լողավազանը փայլում էր մթության մեջ կապույտ գոհարի պես, իսկ հեռվում քաղաքի լույսերն էին թարթում։ Նա գրկեց ինքն իրեն, զգալով գիշերվա զովությունը։
Ընթրիքից առաջ տաք լոգանք էր ընդունել, շաբաթների ընթացքում առաջին տաք ջուրը, այժմ հագել էր փափուկ խալաթ, որը գտել էր լոգարանում։ Ամեն ինչ անիրական էր թվում։ Ընթրիքը տարօրինակ ու լարված էր անցել։ Մարսելը լուռ էր ճաշում, իրեն զննելով այն թափանցող հայացքով, որը նրան անհարմար էր պատճառում։ Ալիսը, ընդհակառակը, հիացած էր ամեն ինչով։ Համեղ ուտեստները, գեղեցիկ ափսեները, հսկայական սեղանը։ Նա աշխույժ խոսում էր ամեն ինչից ու ոչնչից, Մարինեն նկատեց, թե ինչպես էր Մարսելի դեմքը փափկում, երբ աղջիկը խոսում էր։ Բեատրիսը, սակայն, այլ պատմություն էր։ Օգնականը Մարսելի խնդրանքով միացել էր նրանց ընթրիքին, ամբողջ ընթացքում կասկածամիտ ու թշնամական հայացքներ էր նետում Մարինեի վրա։ Ակնհայտ էր, որ նա հավանություն չէր տալիս իրավիճակին։ Մարինեն նրան չէր մեղադրում։ Իրականում, ցանկացածի տեսանկյունից, այս ամենը չափազանց կասկածելի էր թվում։ Մի անօթան կին հայտնվում է ոչ մի տեղից հարմար պատմությամբ, հանկարծ ապրում է Երանի ամենահարուստ մարդկանցից մեկի առանձնատանը։ Մարինեն հենվեց պատշգամբի բազրիքին, հոգոց հանեց։ Վաղը դնդ թեստ էին անելու։ Առավոտյան մի մասնագետ կգար նմուշները վերցնելու։ Եվ հետո մնում էր միայն սպասել։ 5 օր, ասել էր Մարսելը։ 5 օրից նրանք կիմանային ճշմարտությունը։ Բայց ինչ, եթե ճշմարտությունը այն չլիներ, ինչ նա սպասում էր։ Ինչ, եթե թեստը բացասական վերադառնար։ Նրան այնտեղից կվտարեին, ակնհայտ է։ Եվ նա կվերադառնար զրոյական կետին, միայն թե այս անգամ սրտաբեկ մի հույսից, որն ունեցել կորցրել էր։ Նա վերադարձավ ներս պառկեց Ալիսի կողքին, աղջկան մոտ քաշելով։ Պետք էր քնել։ Վաղը երկար օր էր լինելու։ Հաջորդ առավոտ Մարինեին արթնացրեց դռան մեղմ թակոցը։ Կարինեն, սպասուհին, ներս մտավ նախաճաշի սկուտեղը ձեռքին։ Բարի լույս, տիկին Մարինե, ասաց նա բարի ժպիտով։ Պարոն Մարսելն ուղարկեց նախաճաշը ձեզ փոքրիկի համար։ Մարինեն նստեց մահճակալին, դեռ քնաթաթախ։ Ալիսը շարժվեց նրա կողքին, ձգվելով։ Շնորհակալություն, Կարինե։ Բայց պետք չէ ինձ տիկին ասել։ Կարինեն ժպտաց։ Պարոն Մարսելի հրամանն է։ Դուք հատուկ հյուր եք։ Երբ Կարինեն դուրս եկավ, Մարինեն Ալիսը միասին նախաճաշեցին պատշգամբում։ Կային թարմ հացեր, կտրատած մրգեր, բնական հյութ, յոգուրտ, թխվածքներ։ Ալիսը ախորժակով կերավ, բայց Մարինեն հազիվ կարողացավ կուլ տալ։ Չափազանց լարված էր։ Ժամը 10-ին մասնագետը ժամանեց։ Նա միջին տարիքի, պրոֆեսիոնալ զուսպ տղամարդ էր։ Արդյունավետ կերպով հավաքեց Մարինեի Մարսելի նմուշները, ամեն ինչ դրեց ստերիլ տարաների մեջ, հավաստիացրեց, որ արդյունքները պատրաստ կլինեն 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Նրա գնալուց հետո տանը լռություն տիրեց։ Մարսելը փակվեց աշխատասենյակում։ Ալիսը գնաց այգում խաղալու, Կարինեի ուշադիր հայացքի ներքո։ Իսկ Մարինեն, չիմանալով ինչ անել, որոշեց ուսումնասիրել տունը։ Առանձնատունը հսկայական էր։ Ուներ 3 հարկ, անթիվ սենյակներ, գրադարան, կինոսրահ, մարզասրահ։ Մարինեն միջանցքներով քայլում էր ուրվականի պես, թեթակի դիպչելով պատերին, դիտելով նկարները, իրեն ավելի ու ավելի օտար զգալով։ Նա որոշեց մնալ գրադարանում։ Դա հարմարավետ միջավայր էր, հատակից առաստաղ մուգ փայտե գրադարակներով, հարմարավետ բազկաթոռներով չվառվող բուխարիով։ Մարինեն աչքերով անցավ գրադարակների վրայով, հիանալով գրքերի տպավորիչ հավաքածուով։ Հետո մի բան գրավեց նրա ուշադրությունը։ Ավելի ցածր գրադարակում, մյուսներից առանձին, լուսանկարների ալբոմներ կային։ Մարինեն վարանեց։ Գիտեր, որ խախտում է Մարսելի անձնական տարածքը, բայց հետաքրքրասիրությունն ավելի ուժեղ էր։ Վերցրեց ալբոմներից մեկը, նստեց բազկաթոռին։ Առաջին լուսանկարները ցույց էին տալիս երջանիկ ընտանիք։ Էլեգանտ զույգ, 2 երեխաների հետ։ Տղան, ակնհայտորեն Մարսելը, պետք է լիներ մոտ 10 տարեկան։ Իսկ աղջիկը, մի քանի տարով փոքր, ժպտում էր տեսախցիկին փայլուն աչքերով։ Թերեզա։ Մարինեն դանդաղ թերթում էր էջերը, ուսումնասիրելով յուրաքանչյուր լուսանկար։ Թերեզան մեծանում է։ Թերեզան ծննդյան օրերին, ամանորին, ծովափնյա արձակուրդներին։ Թերեզան դեռահաս, գեղեցիկ կյանքով լի։ Եվ միշտ, բոլոր լուսանկարներում, Մարսելը նրա կողքին։ Նրանք շատ մտերիմ էին թվում։ Հետո լուսանկարները փոխվեցին։
Թերեզան ավելի մեծ էր, գուցե 20 տարեկան, բայց նրա դեմքում ինչ-որ բան այլ էր։ Տխրություն աչքերում։ Ժպիտ, որը չէր հասնում ամբողջ դեմքին։ Մարինեն ճանաչեց այդ արտահայտությունը։ Դա նույնն էր, ինչ նա տեսնում էր հայելու մեջ, երբ դժվար ժամանակներ էր ապրում։ Թերեզայի վերջին լուսանկարները տարբերվում էին։ Նա մենակ էր, առանց ընտանիքի։ Որոշներում նա պարզ վայրերում էր, համեստ տներում, փողոցներում, որոնք ակնհայտորեն այն հարուստ թաղամասից չէին, որտեղ ապրում էր ընտանիքը։ Եվ դրանցից մեկում Մարինեն մի բան տեսավ, որը ստիպեց նրա սրտին կանգ առնել։ Թերեզան հղի էր։ Լուսանկարը ցույց էր տալիս Թերեզային կողքից, մի ձեռքը կլորացած փորին, փոքր, բայց անկեղծ ժպիտ շուրթերին։ Մարինեն վերցրեց լուսանկարը, մոտեցրեց դեմքին։ Փորը։ Թերեզան հղի էր։ Եվ չափից դատելով, պետք է լիներ 7-8 ամսական։ Դա ինքն էր։ Այդ երեխան Մարինեն էր։ Դողացող ձեռքերով Մարինեն ավելի շատ լուսանկարներ փնտրեց։ Բայց դրանից հետո ոչ մի լուսանկար չկար։ Կարծես Թերեզայի պատմությունն այնտեղ ավարտվել էր։ Մարինեն փակեց ալբոմը, գրկեց այն։ Արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով։ Մայրը։ Նա նայում էր իր մորը։ Մի կնոջ, որին երբեք չէր ճանաչել, որը լքել էր իրեն, որն անհետացել էր։ Բայց այդ լուսանկարում հղի ժպտացող Թերեզան երջանիկ էր թվում։ Կարծես սպասում էր իրեն։ Ինչ պատահեց, շնջաց Մարինեն դատարկությանը։ Ինչու ինձ թողեցիր։ Հենց այդ պահին նա իր հետից ձայն լսեց։ Հետաքրքիր բան գտար։ Մարինեն արագ շրջվեց, սրբելով արցունքները։ Բեատրիսը կանգնած էր գրադարանի դռան մոտ, ձեռքերը խաչած, արտահայտությունը խիստ։ Ես, ներեցեք, չպետք է խառնվեի, կակազեց Մարինեն, վեր կենալով ալբոմը հետ դնելով գրադարակին։ Բեատրիսը մտավ սենյակ, նրա կրունկները թխկթխկում էին փայտե հատակին։ Գիտես, Մարինե, ես քեզ հետ անկեղծ կլինեմ։ Ես չեմ հավատում այս ամբողջ պատմությանը։ Չափազանց հարմար է թվում։ Մի անօթան կին, որը հայտնվում է ոչ մի տեղից, պատմելով, թե ազգական է այն ամենահարուստ մարդուն, որին հանդիպում է փողոցում։ Մարինեն զգաց, որ զայրույթը եռում է։ Դուք կարծում եք, որ ես այս ամենը հորինել եմ։ Մատանին, ասեղնագործությունը, մորս անունը։ Բեատրիսը ուսերը թոթվեց։ Տեղեկատվությունն այսօր հեշտ է ձեռք բերել։ Մի քանի որոնում համացանցում, մի քանի ճիշտ հարց, կարող ես համոզիչ պատմություն կառուցել։ Մարինեն մի քայլ առաջ արեց, բռունցքները սեղմած։ Ես չեմ ստել։ Եվ եթե դուք ինձ գոնե մի փոքր ճանաչեիք, կիմանայիք, որ ես երբեք իմ դստերը խաբեության համար չէի օգտագործի։ Երբեք։ Բեատրիսը նայեց նրան, աչքերը սառույցի պես։ Կտեսնենք, թե ինչ կասի Դնթն։ Եվ երբ այն բացասական վերադառնա, հուսով եմ, պատրաստ կլինես հեռանալ այստեղից այլս երբեք չվերադառնալ։ Մարինեն պատրաստվում էր պատասխանել, երբ մի խորը ձայն ընդհատեց։ Բեատրիս, բավական է։ Մարսելը գրադարանի մուտքի մոտ էր, նրա անվասայլակը կանգնած էր շեմին։ Նրա դեմքը լուրջ էր, բայց ձայնի մեջ հստակ նկատողություն կար։ Բեատրիսը շրջվեց դեպի նա։ Պարոն Մարսել, ես ընդամենը պաշտպանում եմ ձեր շահերը։ Ես կարող եմ ինքս իմ շահերը պաշտպանել, շնորհակալություն, պատասխանեց Մարսելը։ Մարինեն իմ հյուրն է։ Նրան հարգանքով կվերաբերվեն, քանի դեռ նա իմ հարկի տակ է։ Բեատրիսը բերանը բացեց վիճելու, բայց Մարսելի հայացքը ստիպեց նրան լռել։ Նա կոշտ գլխով արեց դուրս եկավ սենյակից, բայց ոչ առանց Մարինեին վերջին նախազգուշացնող հայացք նետելու։ Երբ նրանք մենակ մնացին, Մարսելը հոգոց հանեց։ Ներիր Բեատրիսի համար։ Նա շատ պաշտպանողական է։ 15 տարի է, ինձ հետ է աշխատում։ Մարինեն նորից նստեց, հյուծված առճակատումից։ Նա ինձ չի վստահում։ Նա ոչ ոքի չի վստահում, ուղեց Մարսելը։ Դա նրա աշխատանքի մի մասն է։ Եվ հաշվի առնելով, թե քանի անգամ են մարդիկ փորձել օգտվել ինձնից տարիների ընթացքում, չեմ կարող նրան լիովին մեղադրել։ Նա անվասայլակը մոտեցրեց։ Բայց ես նա չեմ։ Եվ որքան էլ դժվար լինի ինձ համար խոստովանել, քո մեջ մի բան կա, որն ինձ ասում է, որ դու ճշմարտությունն ես ասում։ Մարինեն նայեց նրան։ Ինչ պատահեց Թերեզային։ Ինչպես նա անհետացավ։
Մարսելը երկար լուռ մնաց։ Վերջապես սկսեց խոսել, ձայնը ծանրացած հիշողությունից ու զղջումից։ Թերեզան ինձնից 8 տարով փոքր էր։ Միշտ մտերիմ ենք եղել։ Ես նրան պաշտպանում էի ամեն ինչից, կամ գոնե փորձում էի։ Մեր ծնողները խիստ էին, ավանդապաշտ։ Նրանք մեր կյանքի համար ծրագրեր ունեին։ Ինձ համար ստանձնել ընտանեկան բիզնեսը։ Թերեզայի համար լավ ամուսնանալ լինել ընտրված գործարարի կատարյալ կինը։ Նա դադար տվեց, աչքերը կորած անցյալում։ Բայց Թերեզան համառ էր։ Ուներ ազատ ոգի, որը չէր տեղավորվում նրանց սպասումների մեջ։ Երբ նա 22 տարեկան էր, մեկին հանդիպեց։ Մի տղամարդու, որն աշխատում էր մեր գործարաններից մեկում։ Արտադրության վարպետ էր։ Լավ մարդ, աշխատասեր, ազնիվ։ Բայց մեր ծնողների համար դա անընդունելի էր։ Մեր սոցիալական մակարդակից չէր։ Մարինեն լուռ լսում էր, հիպնոսացած պատմությունից։ Թերեզան անունացորդ սիրահարվեց, շարունակեց Մարսելը։ Եվ նա, Թերեզային։ Նրանք գաղտնի էին հանդիպում։ Ես գիտեի, բայց գաղտնիքը պահում էի։ Կարծում էի, որ նրանք արժանի են երջանիկ լինելու հնարավորության։ Բայց մեր հայրը իմացավ։ Սարսափելի վեճ եղավ։ Նա Թերեզային վերջնագիր ներկայացրեց։ Կամ նա դադարեցնում է հարաբերությունները, կամ կզրկվի ժառանգությունից, կվտարվի տնից։ Եվ նա ընտրեց սերը, շշնջաց Մարինեն։ Մարսելը գլխով արեց, ցավն ակնհայտ էր նրա դեմքին։ Նա այդ գիշեր հեռացավ տնից։ Ընդամենը մի ճամպրուկ վերցրեց։ Ես փորձեցի նրան մնալ ստիպել, ասացի, որ կխոսեմ մեր հոր հետ, որ լուծում կգտնենք։ Բայց նա վճռական էր։ Ասաց, որ ապրելու է իր կյանքը, իր ձով։ Եվ գնաց։ Եվ դուք այլս նրան չտեսաք։ Փորձեցի, ասաց Մարսելը, ձայնը խեղդվելով։ Գնացի նրա հետից։ Պարզեցի, որ նա ապրում է այդ տղամարդու հետ Մալաթիա Սեբաստիա թաղամասի մի պարզ տանը։ Բայց երբ շաբաթներ անց այնտեղ հասա, տունը դատարկ էր։ Հարաններն ասացին, որ նրանք տեղափոխվել են։ Հասցե չէին թողել։ Ամիսներ, տարիներ շարունակ փորձում էի կապ հաստատել։ Բայց կարծես նա անհետացել էր երկրի երեսից։ Մարինեն զգաց, որ արցունքները վերադառնում են։ Իսկ տղամարդը։ Ինչ պատահեց նրան։ Մարսելը գլուխը թափահարեց։ Չգիտեմ։ Նրանց անհետանալուց հետո այլս նրա մասին չլսեցի։ Նրան էլ էի փնտրում, բայց իզուր։ Մարինեն դիպավ մատանուն։ Իսկ եթե նա իմ հայրն է։ Հնարավոր է, խոստովանեց Մարսելը։ Եթե Թերեզան հղի էր, երբ անհետացավ, դա տրամաբանական կլիներ։ Նա կունենար քեզ։ Եվ գուցե, ինչ-որ պատճառով, քեզ թողել է իր մոր, քո նշած տատիկի մոտ։ Բայց ինչու, Մարինեն չէր կարողանում հասկանալ։ Ինչու մայրը կթողնի իր երեխային։ Մարսելը պատասխաններ չուներ։ Միայն լռություն, ենթադրություններ։ Հաջորդ օրերին առանձնատանը տարօրինակ ռեժիմ հաստատվեց։ Մարինեն Ալիսը հյուրասենյակում էին։ Ալիսը սիրում էր ուսումնասիրել այգին խաղալ լողավազանում, հսկողության ներքո։ Մարինեն իր հերթին ժամեր էր անցկացնում գրադարանում, ուսումնասիրելով, կարդալով, փորձելով Թերեզայի անցյալի մասին որե հետ գտնել։ Մի անձրոտ օր, դնդթեստից 3 օր անց, Մարինեն մի հայտնագործություն արեց։ Նա թերթում էր հին փաստաթղթեր գտավ տասնամյակների վաղեմության աշխատակիցների գրանցումներով թղթապանակ։ Եւ այնտեղ նա էր Ռոբերտ Քարթաշյան, արտադրության վարպետ, աշխատանքի ընդունված 1990-ին, ազատված 1992-ին։ Մարինեն դողացող ձեռքերով բռնեց թուղթը։ Ռոբերտ Քարթաշյան։ Քարթաշյան։ Նույն ազգանունը, որը նա կրում էր։ Նույն ազգանունը, որը տատն էր օգտագործում։ Դա պետք է լիներ իր հայրը։ Նա ավելի շատ տեղեկություններ փնտրեց, բայց շատ բան չկար։ Միայն աշխատանքի գրանցումը, ազատման ամսաթիվը հին հասցեն։ Բայց դա ինչ-որ բան էր։ Դա կապ էր։ Նա փաստաթուղթը տարավ Մարսելի մոտ։ Նա լուռ ուսումնասիրեց թուղթը, հետո նայեց Մարինեին։ Ռոբերտ։ Ես աղոտ հիշում եմ նրան։ Միշտ լուրջ, կենտրոնացած աշխատանքի վրա։ Թերեզան նրա մասին այնքան սիրով էր խոսում։ Մարինեն նստեց։
Մարսել, եթե Ռոբերտը իմ հայրն էր, իսկ Թերեզան մայրս, ինչ պատահեց նրանց։ Ինչու ինձ թողեցին տատիս մոտ։ Որ գնացին։ Մարսելը գլուխը թափահարեց։ Չգիտեմ, Մարինե։ Բայց մենք կպարզենք։ Խոստանում եմ, որ կպարզենք։ Այդ գիշեր Մարինեն չէր կարողանում քնել։ Վեր կացավ, քայլեց լուռ տան միջով։ Աստիճաններով իջնելիս Մարսելի աշխատասենյակից ձայն լսեց։ Մեղմ, մելանխոլիկ մեղեդի։ Երաժշտական տուփ։ Նա մոտեցավ կիսաբաց դռանը, նայեց ներս։ Մարսելն այնտեղ էր, մենակ, ձեռքին պահելով փոքրիկ, զարդարուն փայտե տուփ։ Դրանից եկող մեղեդին միաժամանակ քաղցր էր տխուր։ Եվ հետո Մարինեն ճանաչեց այդ երաժշտությունը։ Նա գիտեր այդ երաժշտությունը։ Տատը սովորաբար նույն մեղեդին էր մրմնջում, երբ Մարինեն փոքր էր։ Ասում էր, որ դա մոր սիրելի երգն է, օրորոցային, որը Թերեզան էր երգում։ Մարինեն զգաց, որ արցունքները հոսում են։ Այդ երաժշտական տուփը, այդ մեղեդին, վերջնական կապն էր։ Զգացմունքային ապացույցը, որը գերազանցում էր ցանկացած դնդթեստ։ Նա զգուշորեն հրեց դուռը։ Մարսելը վեր նայեց, զարմացած տեսնելով նրան։ Մարինեն դանդաղ մտավ։ Ես գիտեմ այս երաժշտությունը, ասաց նա խեղդված ձայնով։ Տատս երգում էր ինձ համար, երբ ես երեխա էի։ Ասում էր, որ մայրս շատ էր սիրում։ Մարսելը փակեց աչքերը։ Դա Թերեզայի սիրելի երաժշտությունն էր։ Մեր մայրն ուներ այս երաժշտական տուփը։ Երբ նա մահացավ, Թերեզան ժառանգեց այն։ Միշտ նվագում էր քնելուց առաջ։ Մարինեն նստեց նրա դիմացի աթոռին։ Մարսել, անկախ նրանից, թե ինչ կասի դնդն, ես գիտեմ ճշմարտությունը։ Ես զգում եմ։ Թերեզան իմ մայրն էր։ Ես քո քրոջ աղջիկն եմ։ Մարսելը բացեց աչքերը, առաջին անգամ Մարինեն այնտեղ արցունքներ տեսավ։ Ես էլ եմ զգում, Մարինե։ Ես էլ եմ զգում։ Նրանք լուռ մնացին, երաժշտական տուփի մեղեդին լցնում էր նրանց միջ եղած տարածությունը, կապելով երկու սերունդ, որոնք բաժանված էին գաղտնիքներով, կորուստներով, լռությամբ, որոնք վերջապես սկսում էին կոտրվել։ Երբ Մարինեն վերադարձավ սենյակ, Ալիսին արթուն գտավ։ Մամա, որտեղ էիր, հարցրեց աղջիկը քնաթաթախ։ Մարինեն պառկեց նրա կողքին, ամուր գրկեց։ Պարզում էի, թե որտեղից ենք մենք եկել, սիրելիս։ Պարզում էի, թե ով ենք մենք։ Ալիսը հորանջեց։ Մենք երկուսով ենք։ Մենք մաման ու Ալիսն ենք։ Մարինեն ժպտաց արցունքների միջով։ Այո, աղջիկս։ Բայց գուցե, միայն գուցե, մենք հիմա դրանից ավելին ենք։ Հաջորդ 2 օրերին տան լարվածությունը շոշափելի էր։ Բեատրիսը շարունակում էր զգոն կասկածամիտ լինել։ Մարսելը փոփոխվում էր Մարինեի Ալիսի հետ մտերմության պահերի իր աշխատասենյակում մեկուսացման ժամանակահատվածների մեջ։ Մարինեն ուսումնասիրում էր առանձնատան յուրաքանչյուր անկյուն, փնտրելով ավելի շատ հետքեր, ավելի շատ պատասխաններ։ Կարինեն էր, որ առանց իմանալու, տվեց գլուխկոտրուկի մեկ այլ կտոր։ Մի առավոտ, երբ Մարինեն խոհանոցում սուրճ էր խմում, սպասուհին պատահաբար նշեց. Այս տունը միշտ այնքան դատարկ է թվացել։ Տիկին Թերեզայի գնալուց հետո այլս նույն կյանքը չի եղել։ Մարինեն ուղղվեց։ Դուք ճանաչել եք Թերեզային։ Կարինեն գլխով արեց, կաթսան խառնելով։ Ես այստեղ աշխատել եմ, երբ ավելի երիտասարդ էի։ Թերեզան հիանալի աղջիկ էր։ Միշտ բարի էր բոլորի հետ, անկախ դիրքից։ Ի տարբերություն իր հոր, որը շատ խիստ էր։ Նա խոսում էր Ռոբերտի մասին, մեղմ հարցրեց Մարինեն։ Կարինեն ժպտաց։ Ահ, այո։ Նա սիրահարված էր։ Ես տեսնում էի, երբ նա գալիս էր նրան դարպասի մոտից վերցնելու աշխատանքից հետո։ Նրա աչքերը փայլում էին։ Բայց ամեն ինչ պետք է գաղտնի լիներ։ Ընտանիքը երբեք չէր հավանի։ Եվ նրա գնալուց հետո, գիտեք ինչ պատահեց։ Կարինեն լրջացավ։ Լուրերից իմացա, որ նա երեխայի է սպասում։ Բայց ոչ ոք չգիտի, թե հետո ինչ պատահեց։ Պարզապես անհետացավ։ Պարոն Մարսելը երբեք չհաղթահարեց դա։ Միշտ իրեն էր մեղադրում, որ քրոջը լավ չի պաշտպանել։ Մարինեն կլանեց տեղեկատվությունը։
Պատմության յուրաքանչյուր կտոր, որը նա բացահայտում էր, նրան ավելի էր մոտեցնում ճշմարտությանը, բայց նա ավելի շատ հարցեր էր առաջացնում։ 5-րդ օրը, այն օրը, երբ Դնթեի արդյունքը պետք է գար, տունն արթնացավ լարված լռության մեջ։ Մարինեն հազիվ կարողացավ ուտել։ Ալիսը, զգալով մոր անհանգստությունը, լուռ մնաց կպավ նրան։ Մարսելը փակվեց աշխատասենյակում, սպասելով լաբորատորիայի զանգին։ Բեատրիսը տան շուրջը պտտվում էր բազեի պես, պատրաստ ասելու՝ ես ձեզ զգուշացրել էի։ Ժամը 2-ին հեռախոսը զանգեց։ Մարինեն Ալիսի հետ այգում էր, երբ Կարինեն եկավ նրան կանչելու։ Տիկին Մարինե, պարոն Մարսելը ուզում է ձեզ տեսնել աշխատասենյակում։ Մարինեն զգաց, որ սիրտը բաբախում է։ Խնդրեց Կարինեին մնալ Ալիսի հետ, դանդաղ քայլեց դեպի աշխատասենյակ։ Յուրաքանչյուր քայլը կարծես մի տոննա կշռեր։ Դուռը բաց էր։ Մարսելը նստած էր իր հսկայական մահագոնե սեղանի հետում, ձեռքին նամակ։ Բեատրիսը կանգնած էր նրա կողքին, դեմքը գունատ։ Մարինեն ներս մտավ, փակեց դուռը իր հետից։ Ծնկները դողում էին։ Արդյունքը եկել է, հարցրեց նա, թե արդեն գիտեր պատասխանը։ Մարսելը դանդաղ գլխով արեց։ Այո։ Եկել է։ Հաջորդած լռությունը հավերժություն տեց։ Մարինեն չէր կարողանում շնչել։ Նրա ամբողջ կյանքը կախված էր այդ արդյունքից։ Ընտանիք կամ լքվածություն։ Պատկանելություն կամ մերժում։ Ճշմարտություն կամ սուտ։ Մարսելը հայացքը բարձրացրեց, այն, ինչ Մարինեն տեսավ այնտեղ, ստիպեց նրա սրտին սեղմվել։ Դա զայրույթ չէր, ոչ էլ հիասթափություն։ Դա մաքուր հզոր զգացմունք էր։ Մարինե, ասաց նա դողացող ձայնով, դու իմ քրոջ աղջիկն ես։ Դնթն հաստատում է 99% հավանականությամբ։ Դու Թերեզայի դուստրն ես։ Հատակը կարծես անհետացավ Մարինեի ոտքերի տակից։ Նա լսեց խոսքերը, բայց մի քանի վայրկյան պահանջվեց դրանք ընկալելու համար։ Քրոջ աղջիկ։ Թերեզայի դուստր։ Ընտանիք։ Արցունքները եկան, անկասելի։ Մարինեն դեմքը փակեց, ձեռքերով հեկեկած։ Բոլոր զգացմունքները, որոնք նա պահել էր, բոլոր տարիների մենակությունը, ոչ ոքի չպատկանելը, արմատներ չունեցող որբ լինելը, ամեն ինչ միանգամից դուրս եկավ։ Մարսելը անվասայլակը մոտեցրեց նրան, առաջին անգամ դիպավ նրա ձեռքին։ Բարի գալուստ ընտանիք, Մարինե։ Բեատրիսը, հետին պլանում, շրջվեց առանց խոսք ասելու դուրս եկավ սենյակից։ Բայց Մարինեն նույնիսկ չնկատեց։ Նա ընկած էր հատակին, լաց էր լինում, բռնած իր քեռու ձեռքը, վերջապես գտնելով այն տեղը, որտեղ միշտ պետք է լիներ։ Եվ դրսում, Ալիսը խաղում էր այգում, անտեղյակ այն փաստից, որ իր կյանքը, ինչպես իր մոր կյանքը, ընդմիշտ փոխվել էր։ Դնթեի հաստատումից հետո հաջորդած օրերը Մարինեի համար զգացմունքային վերելքների ու վայրեջքների շարան էին։ Մի կողմից կար վերջապես ընտանիք գտնելու, իմանալու, թե ով է ինքը, որտեղից է գալիս, ճնշող ուրախությունը։ Մյուս կողմից կային անթիվ անպատասխան հարցեր, որոնք տանջում էին նրան ամեն գիշեր։ Ինչ էր պատահել Թերեզային։ Ինչու էր նա իրեն թողել տատիկի մոտ։ Որտեղ էր Ռոբերտը։ Եվ ամենացավոտ հարցը, ինչու մայրը երբեք չէր վերադարձել իրեն տանելու։ Մարսելը, իր հերթին, փոխվել էր։ Սրճարանում Մարինեի հանդիպած սառը հեռու տղամարդը տեղը զիջել էր ավելի բարի, ավելի ներկա մեկին։ Նա սկսել էր ճաշել Մարինեի Ալիսի հետ, հարցնում էր նրանց օրվա մասին, անկեղծ ուշադրությամբ լսում Ալիսի պատմությունները։ Կարծես ընտանեկան կապի հաստատումը քանդել էր մի պատ, որը նա կառուցել էր տասնամյակների ընթացքում։ Բայց ամեն ինչ հարթ չէր։ Բեատրիսը շարունակում էր թշնամաբար տրամադրված լինել, թե այժմ ավելի նուրբ էր իր դժգոհության մեջ։ Սառը հայացքներ էր նետում, մտահոգության քողի տակ թաքնված թունոտ մեկնաբանություններ անում, Մարինեն գիտեր, որ օգնականը չէր հրաժարվել իր լուռ արշավից։ Մի արոտ առավոտ, Դնթեի հաստատումից մոտ 2 շաբաթ անց, իրավիճակը սկսեց իսկապես բարդանալ։ Մարինեն գրադարանում էր, կարդում էր, երբ Բեատրիսը ներս մտավ, ձեռքին փաստաթղթերի թղթապանակ։ Մարինե, ասաց նա չափազանց պրոֆեսիոնալ ձայնով, որպեսզի բարեկամական լինի, պետք է մի քանի փաստաթուղթ ստորագրես։ Մարինեն հայացքը բարձրացրեց։ Ինչ փաստաթղթեր։ Բեատրիսը թղթապանակը դրեց սեղանին։ Պարոն Մարսելը կարգավորում է ձեր իրավիճակը։
Սա ներառում է բանկային հաշիվների բացում, բնակության փաստաթղթեր, ընտանիքի ճանաչման հետ կապված այլ իրավական ասպեկտներ։ Մարինեն վերցրեց թղթերը, սկսեց կարդալ։ Շատ էջեր էին, բարդ իրավաբանական լեզվով։ Նա գրածի կեսը չէր հասկանում։ Սա շատ է։ Կարող եմ խնդրել մեկին վերանայել, նախքան ստորագրելը։ Բեատրիսի դեմքը խստացավ։ Դուք չեք վստահում պարոն Մարսելին։ Սա վստահության հարց չէ, հակադարձեց Մարինեն, զգալով, որ զայրույթը մեծանում է։ Պարզապես ես իրավական հարցերից չեմ հասկանում։ Ուզում եմ վստահ լինել, թե ինչ եմ ստորագրում։ Բեատրիսը կտրուկ շարժումով հետ վերցրեց փաստաթղթերը։ Ես կտեղեկացնեմ պարոն Մարսելին, որ դուք դժվարություններ եք ստեղծում։ Ես դժվարություններ չեմ ստեղծում, Մարինեն վեր կացավ, ձայնը բարձրացավ։ Ես զգույշ եմ։ Տարբերություն կա։ Իհարկե, ասաց Բեատրիսը սառը ժպիտով։ Միայն հուսով եմ, որ այդ զգուշությունը այն պատճառով չէ, որ դուք ինչ-որ բան եք ծրագրում։ Մարինեն զգաց, որ արյունը եռում է։ Ինչ եք ակնարկում։ Ես ակնարկում եմ, որ դուք հայտնվեցիք ոչ մի տեղից, հարմար պատմությամբ, այժմ ապրում եք մի հարուստ մարդու տանը, որը նոր է պարզել, որ դուք ազգական եք։ Որոշ մարդիկ կարող են դա շատ պատեհ համարել։ Գրադարանի դուռը կտրուկ բացվեց։ Մարսելը ներս մտավ, դեմքը կարմրած զայրույթից։ Բեատրիս, իմ աշխատասենյակ։ Հիմա։ Բեատրիսը շրջվեց դուրս եկավ, բայց ոչ առանց Մարինեին վերջին թունոտ հայացք նետելու։ Մարսելը մոտեցավ Մարինեին, որը դողում էր զայրույթից ու հիասթափությունից։ Ներիր։ Բեատրիսը դուրս է եկել վերահսկողությունից։ Ես նրա հետ լուրջ կխոսեմ։ Մարինեն նորից նստեց, ձեռքերը տանելով դեմքին։ Նա ինձ ատում է։ Եվ ես հասկանում եմ, թե ինչու։ Նրա տեսանկյունից ես ներխուժող եմ։ Դու ներխուժող չես, ասաց Մարսելը վճռականորեն։ Դու իմ քրոջ աղջիկն ես։ Եվ սա այժմ քո տունն է։ Բայց Մարինեն այդպես չէր զգում։ Դեռ իրեն զգում էր որպես այցելու, որպես մեկը, ով չի պատկանում այդ շքեղության ու հարստության աշխարհին։ Այդ գիշեր Մարինեն չէր կարողանում քնել։ Ալիսը խորը քնած էր նրա կողքին, բայց Մարինեն անհանգիստ էր։ Վեր կացավ, իջավ խոհանոց, ջուր խմելու։ Վերադառնում էր սենյակ, երբ ձայներ լսեց Մարսելի աշխատասենյակից։ Դուռը կիսաբաց էր, Մարինեն չդիմացավ։ Լուր մոտեցավ։ Բեատրիս, ասում էր Մարսելը հոգնած ձայնով, դու անցնում ես բոլոր սահմանները։ Մարինեն իմ քրոջ աղջիկն է։ Դնթն դա ապացուցեց։ Դու պետք է ընդունես։ Պարոն Մարսել, պատասխանում էր Բեատրիսը, ես ընդամենը փորձում եմ ձեզ պաշտպանել։ Այս կինը կարող է մտադրություններ ունենալ, որոնք դուք չեք տեսնում։ Ինչ մտադրություններ, պայթեց Մարսելը։ Նա ոչինչ չի խնդրել։ Ոչ մի պահանջ չի ներկայացրել։ Պարզապես համաձայնել է մնալ այստեղ, որովհետև ես եմ պնդել։ Եթե որը մեկը անպատշաճ է, դա դու ես։ Լռություն տիրեց։ Հետո Բեատրիսը խոսեց, ձայնը ցածր, բայց զգացմունքով լի։ Ես 15 տարի է, ձեզ համար եմ աշխատում։ Ես ձեզ խնամել եմ վթարից հետո։ Ես ձեր կողքին եմ եղել բոլոր դժվար պահերին։ Եվ հիմա այս կինը հայտնվում է, հանկարծ ես չարագործն եմ։ Մարինեն մեղքի զգացում ունեցավ։ Այդ ժամանակ հասկացավ։ Բեատրիսը ոչ միայն պաշտպանողական էր։ Այնտեղ ավելին կար։ Խանդ, գուցե։ Կամ իր դիրքը, իր կարողությունը Մարսելի կյանքում կորցնելու վախ։ Բեատրիս, ասաց Մարսելը ավելի մեղմ ձայնով, դու ինձ համար կարող ես։ Միշտ կլինես։ Բայց Մարինեն ընտանիք է։ Եվ ընտանիքին չեն փոխարինում։ Երկար լռություն տիրեց։ Հետո Մարինեն լսեց դռանը մոտեցող քայլեր։ Արագ վերադարձավ իր սենյակ, նախքան կնկատվեր։ Հաջորդ օրը տան լարվածությունն էլ ավելի խիտ էր։ Բեատրիսը լիովին խուսափում էր Մարինեից։ Մարսելը վատ տրամադրություն ուներ։ Եվ Ալիսը, զգալով ծանր մթնոլորտը, լուռ մնաց կպավ մորը։ Կարինեն էր, որ այդ մռայլ օրը լույսի շող բերեց։ Մարինե, ասաց նա ճաշը մատուցելիս, մի բան ունեմ, որը կարող է ձեզ հետաքրքրել։ Մարինեն հայացքը բարձրացրեց։ Ինչ։ Կարինեն գնաց դեպի սեղանը, վերադարձավ հին տուփով։
Սա գտա ձեղնահարկում։ Տիկին Թերեզայի հին իրերն են։ Մտածեցի, կցանկանայիք տեսնել։ Մարինեն դողացող ձեռքերով վերցրեց տուփը։ Ներսում անձնական իրերի հավաքածու կար։ Նամակներ, լուսանկարներ, օրագիր, շարֆ, մի քանի հին ձայնասկավառակ։ Մարինեն զգաց, որ արցունքներն այրում են։ Դրանք իր մոր կյանքի կտորներն էին, մի մարդու բեկորներ, որին նա երբեք չէր ճանաչել, բայց որին այժմ կարող էր սկսել հասկանալ։ Շնորհակալություն, Կարինե, ասաց նա խեղդված ձայնով։ Շատ շնորհակալություն։ Այդ օրը Մարինեն փակվեց սենյակում տուփի հետ։ Ալիսը Կարինեի հետ լողավազանում էր, այնպես որ Մարինեն մենակ էր։ Նա առաջինը բացեց օրագիրը։ Դեղնած էջերը բացահայտում էին Թերեզայի նուրբ ձեռագիրը։ Մարինեն կարդում էր գրառում առ գրառում, ընկղմվելով մոր մտքերի մեջ։ Թերեզան գրում էր իր երազանքների, վախերի, Ռոբերտի հանդեպ սիրո մասին։ Գրում էր ընտանիքի ճնշման, սպասումներին չհամապատասխանելու, կյանքից ավելին ցանկանալու մասին, քան պարզապես լավ ամուսնանալն ու գավաթ կին լինելը։ Եվ հետո Մարինեն գտավ այն գրառումը, որը փոխեց ամեն ինչ։ Այն թվագրված էր 1992 թվականի մարտով։ Ես հղի եմ։ Երեկ իմացա։ Ռոբերտը դեռ չգիտի։ Ես սարսափած եմ մի նույն ժամանակ այնքան երջանիկ։ Երեխա։ Մեր երեխան։ Բայց ինչ ենք անելու։ Մենք գումար չունենք։ Հազիվ ենք կարողանում վարձը վճարել։ Եվ իմ ընտանիքը երբեք չի ընդունի։ Հայրս ասաց, որ ինձ ժառանգությունից զրկել է։ Մարսելը փորձում է գաղտնի օգնել ինձ, բայց ես չեմ կարող հավերժ նրանից կախված լինել։ Պետք է ուժեղ լինեմ։ Ինձ համար։ Ռոբերտի համար։ Եվ հիմա, այս երեխայի համար, որին կրում եմ։ Մարինեն սրբեց արցունքները, շարունակեց կարդալ։ Հաջորդ գրառումները փաստում էին Թերեզայի հղիությունը։ Նրա սրտխառնոցը, ֆինանսական անհանգստությունները, հույսը, որ ամեն ինչ լավ կլինի։ Եվ հետո եկավ այն գրառումը, որը կոտրեց Մարինեի սիրտը։ Ռոբերտը հիվանդ է։ Շատ հիվանդ։ Բժիշկներն ասացին, որ լուրջ է։ Նա հիվանդանոցում է։ Մենք բուժման համար գումար չունենք։ Փորձեցի ընտանիքիցս օգնություն խնդրել, բայց հայրս մերժեց։ Ասաց, որ ես իմ ընտրությունն եմ արել, այժմ պետք է հետանքների հետ ապրեմ։ Ես հուսահատված եմ։ Ես 7 ամսական հղի եմ, այն տղամարդը, որին սիրում եմ, մահանում է։ Մարինեն դադարեց կարդալ։ Հայրը հիվանդ էր։ Ծանր հիվանդ։ Նա շարունակեց, ձեռքերը դողալով։ Ռոբերտը այսօր հեռացավ։ Չեմ կարողանում գրել բառերը։ Չեմ կարողանում հավատալ, որ նա գնացել է։ Մենք, ես երեխան, այժմ մենակ ենք։ Չգիտեմ ինչ անել։ Ոչ ոք չունեմ։ Միայն Ռոբերտի մայրը, որը բարի է, բայց այնքան ծեր ու փխրուն։ Նա առաջարկեց խնամել երեխային ծնվելուց հետո, որովհետև ես պետք է աշխատեմ։ Բայց ինչպես եմ աշխատանք գտնելու հղի վիճակում։ Ինչպես եմ գոյատելու։ Մարինեն փակեց օրագիրը, անկարող շարունակել։ Ուրեմն սա էր։ Ռոբերտը մահացել էր։ Թերեզան մնացել էր մենակ, հղի, առանց գումարի, առանց աջակցության։ Եվ նրա տատը, Ռոբերտի մայրը, առաջարկել էր օգնել։ Մարինեն այդ ժամանակ հասկացավ։ Թերեզան իրեն չէր լքել ցանկությամբ։ Նա մենակ էր, հուսահատ, պայքարում էր գոյատելու համար։ Եվ հավանաբար ինչ-որ պահի ստիպված էր եղել անհնարին որոշում կայացնել, դստերը թողնել տատի խնամքին, մինչ ինքը կյանք կառուցելու փորձեր կաներ։ Բայց որտեղ էր Թերեզան հիմա։ Օրագիրը դրան չէր պատասխանում։ Գրառումները դադարում էին Մարինեի ծնվելուց անմիջապես հետո։ Դրանից հետո միայն դատարկ էջեր։ Մարինեն իջավ աստիճաններով, օրագիրը ձեռքին։ Մարսելին գտավ աշխատասենյակում։ Նա ներս մտավ առանց թակելու, բաց օրագիրը դրեց նրա դիմաց։ Կարդա, ասաց պարզապես։ Մարսելը կարդաց Ռոբերտի մասին գրառումը։ Նրա արտահայտությունը փոխվեց շփոթությունից շոկի, վերջապես խորը տխրության։ Օ, Թերեզա, շշնջաց նա։ Ես չգիտեի։ Եթե իմանայի։ Մարինեն նստեց։ Հայրս մահացել է իմ ծնվելուց քիչ առաջ։ Թերեզան մենակ է մնացել։ Այդ պատճառով է նա ինձ թողել տատիս մոտ։
Դա լքվածություն չէր։ Դա հուսահատություն էր։ Մարսելը փակեց օրագիրը։ Ես նրան դավաճանեցի։ Ես կարող էի օգնել։ Պետք է ավելի շատ պնդեի։ Պետք է նրա հետից գնայի։ Դու փորձել ես, ասաց Մարինեն։ Նա գրել է դրա մասին։ Դու փորձել ես օգնել նրան, բայց նա չափազանց հպարտ էր ընդունելու համար։ Նրանք լուռ մնացին, կիսելով այդ բացահայտման ցավը։ Վերջապես, Մարսելը խոսեց. Մենք պետք է գտնենք նրան։ Պետք է իմանանք, թե ինչ է պատահել Թերեզային հետո։ Ինչպես, հարցրեց Մարինեն։ Արդեն ավելի քան 30 տարի է անցել։ Մարսելը վերցրեց հեռախոսը։ Մենք քննիչներ կվարձենք։ Լավագույններին։ Մենք կքրքրենք յուրաքանչյուր գրանցում, յուրաքանչյուր հետք։ Մենք կգտնենք իմ քրոջը։ Հաջորդ շաբաթների ընթացքում տունը վերածվեց հետաքննության կենտրոնի։ Մարսելը վարձեց անհետ կորած մարդկանց որոնման մեջ մասնագիտացած մասնավոր դետեկտիվների թիմ։ Նրանք սկսեցին հետել Թերեզայի յուրաքանչյուր տեղաշարժին 1992-ից հետո։ Մարինեն, իր հերթին, նվիրվեց կտորները միացնելուն։ Կարդում վերընթերցում էր օրագիրը, ուսումնասիրում լուսանկարները, խոսում Կարինեի հետ այն ամենի մասին, ինչ նա հիշում էր այդ ժամանակներից։ Այդ խոսակցություններից մեկի ժամանակ Կարինեն մի կարևոր բան նշեց։ Հիշում եմ, որ տիկին Թերեզան շատ մտերիմ ընկերուհի ուներ։ Ջուլիանա, կարծեմ այդպես էր անունը։ Նրանք անբաժան էին երիտասարդ ժամանակ։ Գուցե նա ինչ-որ բան իմանա։ Մարսելն անմիջապես քննիչներին ուղղորդեց այդ հետքով։ Նրանք գտան 3 Ջուլիանայի, որոնք սովորել էին Թերեզայի հետ նույն դպրոցում։ Երկրորդը ճիշտն էր։ Ջուլիանա Մենդես, այժմ ամուսնացած, ապրում էր Աբովյանում։ Մարինեն Մարսելը գնացին նրան այցելելու։ Ջուլիանան, 50 անց, ուրախ շփվող կին, նրանց ընդունեց զարմանքով ու հետաքրքրասիրությամբ։ Երբ Մարսելը բացատրեց, թե ովքեր են իրենք ինչ են փնտրում, Ջուլիանայի դեմքը գունատվեց։ Թերեզա, շշնջաց նա։ Դուք Թերեզային եք փնտրում։ Դուք գիտեք, թե որտեղ է նա, հարցրեց Մարինեն, սիրտը արագ բաբախելով։ Ջուլիանան նշան արեց, որ նստեն։ Նրա արտահայտությունը խորը տխրության էր։ Ես կապ եմ ունեցել Թերեզայի հետ մի քանի տարի նրա տնից հեռանալուց հետո։ Նա շատ դժվար ժամանակներ էր ապրում։ Ռոբերտը մահացել էր, նա երեխա ուներ, 3 տարբեր աշխատանք էր անում գոյատելու համար։ Մարինեն կոկորդում կոշտուկ զգաց։ Այդ երեխան ես էի։ Ջուլիանան բարությամբ նայեց Մարինեին։ Այո։ Թերեզան քո մասին այնքան սիրով էր խոսում։ Բայց նա այնքան հոգնած էր, այնքան հուզականորեն քայքայված։ Ասում էր, որ այն մայրը չէ, որին դու արժանի ես, որ դու ավելի լավ ես տատիդ հետ։ Մարինեն սկսեց լուռ լաց լինել։ Մարսելը ձեռքը դրեց նրա ուսին։ Ջուլիանան շարունակեց. Վերջին անգամ, երբ կապ եմ ունեցել նրա հետ, Թերեզան խոսում էր գյուղ գնալու, նոր կյանք սկսելու մասին։ Ասում էր, որ երբ ավելի լավ լինի, երբ պայմաններ ունենա, կվերադառնա քեզ տանելու։ Բայց հետո նա պարզապես դադարեց պատասխանել։ Փորձեցի փնտրել նրան, բայց կարծես անհետացել էր։ Դուք գիտեք, թե ուր է գնացել, հարցրեց Մարսելը։ Ջուլիանան մտածեց։ Նա մի քաղաք նշեց։ Ծաղկաձոր, կարծեմ։ Ասաց, որ այնտեղ հյուրանոցում աշխատանք է գտել։ Բայց դա ավելի քան 30 տարի առաջ էր։ Չգիտեմ, թե դեռ այնտեղ է։ Մարսելը Մարինեն Ջուլիանայի տնից դուրս եկան նոր հետքով։ Հետդարձի ճանապարհին նրանք քիչ խոսեցին։ Երկուսն էլ մարսում էին տեղեկատվությունը։ Քննիչներն անմիջապես գնացին Ծաղկաձոր։ Օրեր շարունակ նրանք քրքրեցին գրանցումները, խոսեցին տեղացիների հետ, այցելեցին տարածաշրջանի բոլոր հին հյուրանոցները։ Եվ վերջապես, մի բան գտան։ Թերեզան աշխատել էր Լեռան Ապաստան անունով հյուրանոցում գրեթե 10 տարի։ Հյուրանոցի տիրուհին, այժմ 80 տարեկան մի տիկին, լավ էր հիշում նրան։ Լուռ, աշխատասեր աղջիկ էր, ասաց տիկինը հեռախոսով։ Բայց միշտ տխուր։ Կարծես ուսերին բեռ էր կրում։ Այստեղ աշխատեց մինչ 2002 թվականը։ Հետո տեղափոխվեց։ Չգիտեմ ուր։ Քննիչները շարունակեցին հետել հետքին։
Աշխատանքի գրանցումներ, հին փաստաթղթեր, վկայություններ։ Դա նման էր մի հսկայական գլուխկոտրուկ հավաքելուն, որտեղ շատ կտորներ պակասում էին։ Եվ հետո հետաքննության սկսվելուց 3 ամիս անց դետեկտիվներից մեկը զանգեց Մարսելին։ «Մի բան ունենք», ասաց նա։ Թերեզա Քարթաշյան։ Մենք նրա գրանցումները գտել ենք Դիլիջանում։ 2003 թվականից այնտեղ է։ Մարինեն զգաց, որ աշխարհը պտտվում է։ Դիլիջան։ Մայրը ողջ էր։ Ընդամենը մի քանի ժամվա հեռավորության վրա էր։ Բայց երբ քննիչները գնացին այդ հասցեով, մի բան պարզեցին, որը կրկին փոխելու էր ամեն ինչ։ Թերեզան այնտեղ չէր։ Հարանների խոսքով, նա ամիսներ առաջ էր հեռացել։ Հիվանդ էր, ասացին։ Շատ հիվանդ։ Գնացել էր մի տեղ, որտեղ կարող էին նրան պատշաճ խնամել։ Մարինեն զգաց, որ խուճապը մեծանում է։ Հիվանդ։ Ինչ հիվանդություն։ Ո՞ր էր գնացել։ Քննիչները խորացրին որոնումները։ Հիվանդանոցներ, կլինիկաներ, ծերանոցներ։ Եվ վերջապես, գտան։ Թերեզան Գյումրիի պալիատիվ խնամքի հաստատությունում էր։ Ախտորոշումը՝ քաղցկեղի վերջին փուլ։ Մարինեն լուրը ստացավ գրադարանի բազմոցին նստած։ Մարսելը նրա կողքին էր։ Նա լսեց քննիչի խոսքերը, բայց ժամանակ պահանջվեց դրանք ընկալելու համար։ Մայրը ողջ էր։ Բայց մահանում էր։ Մենք պետք է հիմա գնանք, ասաց Մարինեն հանկարծ վեր կենալով։ Հիմա, Մարսել։ Նա գլխով արեց։ Գնացինք։ 2 ժամ անց նրանք մեքենայով Գյումրիի ճանապարհին էին։ Մարինեն լարված էր, անհանգիստ, սարսափած։ Վերջապես հանդիպելու էր այն կնոջը, որը իրեն աշխարհ էր բերել։ Այն կնոջը, որը իրեն լքել էր։ Այն կնոջը, որը, նա այժմ հասկանում էր, երբեք չէր դադարել իրեն սիրել նույնիսկ հեռվից։ Հաստատությունը հանգիստ էր, խնամված, այգիներով շրջապատված։ Մի բուժքույր նրանց դիմավորեց։ Տիկին Թերեզան իր սենյակում է։ Պետք է զգուշացնեմ, որ նա բավականին թուլացած է։ Բուժումը չի տալիս սպասված արդյունքը։ Նա գիտի, որ մենք գալիս ենք, հարցրեց Մարինեն։ Ոչ։ Մտածեցինք, որ ավելի լավ է չզգուշացնել։ Չենք ուզում սպասումներ ստեղծել, եթե դուք չգայիք։ Մարինեն խորը շունչ քաշեց։ 32-րդ սենյակ։ Պետք էր ուղղակի գնալ միջանցքով, թեքվել աջ։ Մի քանի քայլ, որոնք հավերժություն էին թվում։ Երբ հասան դռանը, Մարինեն կանգ առավ։ Ձեռքերը դողում էին։ Մարսելը նրա կողքին էր, նույնպես տեսանելիորեն հուզված։ Գնա, ասաց նա մեղմորեն։ Նա պետք է տեսնի քեզ։ Մարինեն դանդաղ հրեց դուռը։ Սենյակը պարզ էր, բայց հարմարավետ։ Մահճակալ կար, որտեղ մի նիհար ու փխրուն կին էր պառկած, նայելով պատուհանից։ Ջերմակ մազեր, գունատ մաշկ, բայց դիմագծերն անսխալական էին։ Նույն դեմքն էր, ինչ լուսանկարներում։ Թերեզան էր։ Կինը շրջվեց, լսելով դռան ձայնը։ Նրա աչքերը հանդիպեցին Մարինեի աչքերին։ Մի պահ շփոթություն եղավ։ Հետո ճանաչում։ Հետո բացարձակ անհավատություն։ Թերեզան փորձեց խոսել, բայց միայն շշուկ դուրս եկավ։ Մարինե։ Մարինեն դանդաղ քայլեց դեպի մահճակալ, արցունքներն արդեն ազատ հոսում էին։ Մայրիկ, ասաց նա կոտրված ձայնով։ Եվ Թերեզան, արցունքներով լի աչքերով, դողացող ձեռքը մեկնեց։ Իմ աղջիկ։ Իմ դուստր։ Դու այստեղ ես։ Մարինեն բռնեց Թերեզայի ձեռքը, պահեց այն, կարծես աշխարհի ամենաթանկ բանը լիներ։ Այստեղ եմ, մայրիկ։ Այստեղ եմ։ Նրա հետից Մարսելը մտավ սենյակ։ Թերեզան նայեց նրան տնքած։ Մարսել։ Օ, Աստված իմ։ Մարսել։ Թերեզա, ասաց նա, մոտենալով։ Իմ փոքրիկ քույր։ Եվ այնտեղ, այդ պարզ սենյակում, մի ընտանիք վերամիավորվեց ավելի քան 3 տասնամյակ բաժանումից հետո։ Միավորված ցավով, կորստով, բայց վերջապես միասին։ Մարինեն ժամեր շարունակ մնաց Թերեզայի մահճակալի կողքին, բռնած այդ փխրուն ու սառը ձեռքը։ Խոսքերը գալիս ու գնում էին, ընդհատվելով արցունքներով, զգացմունքներով լի լռությամբ։
Թերեզան թույլ ձայնով պատմում էր իր պատմությունը, հաճախ դադար տալով հանգստանալու, շունչ քաշելու համար։ Իսկ Մարինեն լսում էր, կլանելով յուրաքանչյուր բառ, կարծես դա վերջինը լիներ։ Թերեզան խոսեց Ռոբերտի հանդեպ իր սիրո մասին, մի սեր, որն այնքան ուժեղ էր, որ ստիպեց նրան թողնել ամեն ինչ։ Խոսեց այն երջանկության մասին, որ զգաց, երբ իմացավ հղիության մասին, այն հուսահատության մասին, երբ Ռոբերտը հիվանդացավ։ Նա նկարագրեց նրա վերջին օրերը, թե ինչպես էր բռնել նրա ձեռքը, երբ նա հեռանում էր, խոստանալով, որ կխնամի իրեն սպասվող երեխային, որ կպահպանի այդ սիրո հիշատակը։ Մարինե, ասաց Թերեզան, նրա ձայնը խռպոտ շշուկ էր, երբ դու ծնվեցիր, ես քեզ գրկեցի, մտածեցի, որ դու աշխարհի ամենակատարյալ բանն ես։ Բայց ես լիովին կորած էի։ Առանց գումարի, առանց աջակցության, չիմանալով, թե ինչ է լինելու վաղը։ Քո տատիկը, Ռոբերտի մայրը, սուրբ էր։ Նա առաջարկեց խնամել քեզ, մինչ ես աշխատում էի։ Ես համաձայնեցի, մտածելով, որ դա ժամանակավոր կլինի։ Թերեզան դադար տվեց, փակելով աչքերը։ Արցունքները հոսում էին նրա տառապանքով նշանավորված դեմքով։ Բայց օրերը դարձան շաբաթներ, շաբաթները ամիսներ։ Ես աշխատում էի առավոտ, ցերեկ, գիշեր։ 3 տարբեր աշխատանք։ Հազիվ էի կարողանում ինձ պահել, էլ ուր մնաց երեխային։ Եվ տատդ քեզ այնքան շատ էր սիրում։ Դու նրա հետ անվտանգ էիր, կերակրված, երջանիկ։ Իսկ ես մի անծանոթ էի, որը երբեմն հայտնվում էր, չափազանց հոգնած, իսկական մայր լինելու համար։ Մարսելը, որը մինչ այդ լուռ էր, մոտեցավ։ Թերեզա, ինչու ինձ չդիմեցիր։ Ես կօգնեի։ Դու դա գիտես։ Թերեզան բացեց աչքերը, նայեց եղբորը։ Հպարտություն, Մարսել։ Մաքուր հիմար հպարտություն։ Մեր հայրը ինձ ժառանգությունից զրկել էր։ Ասել էր, որ ես մեռած եմ ընտանիքի համար։ Ինչպես կարող էի սողալով վերադառնալ, օգնություն խնդրելով։ Մտածում էի, որ պետք է ապացուցեմ, որ կարող եմ մենակ։ Որ ճիշտ ընտրություն եմ արել։ Բայց դու ոչինչ ապացուցելու կարիք չունեիր, ասաց Մարսելը կոտրված ձայնով։ Դու իմ քույրն էիր։ Դեռ ես։ Թերեզան թույլ ժպտաց։ Ես դա հիմա գիտեմ։ Բայց այն ժամանակ ես երիտասարդ էի, հպարտ, վիրավորված։ Եվ որքան շատ ժամանակ էր անցնում, այնքան ավելի դժվար էր դառնում վերադառնալը։ Ես վախկոտ դարձա, Մարսել։ Թողեցի, որ մայրս մեծացնի իմ դստերը, մինչ ես փախչում էի այնպիսի վայրեր, որտեղ ոչ ոք ինձ չէր ճանաչում, որտեղ ոչ ոք ինձ չէր դատում։ Մարինեն սեղմեց Թերեզայի ձեռքը։ Դու վախկոտ չէիր, մայրիկ։ Դու գոյատում էիր, ինչպես կարողանում էիր։ Թերեզան շրջվեց դեպի Մարինեն, ուսումնասիրելով նրա դեմքը։ Դու այնքան նման ես նրան։ Ռոբերտին։ Նույն աչքերը։ Նույն ժպիտը։ Ամեն անգամ, երբ մտածում էի քեզ մոտ վերադառնալու մասին, վախենում էի, որ ինձ կատես։ Որ արդեն ուշ կլինի։ Երբեք ուշ չէ, շշնջաց Մարինեն։ Նրանք մի պահ լուռ մնացին, պարզապես բռնած միմյանց ձեռքերը։ Վերջապես, Թերեզան նորից խոսեց։ Երբ տատդ մահացավ, ես իմացա։ Մի ծանոթ զանգեց ինձ տեղեկացնելու։ Ես այնքան էի ուզում գնալ հուղարկավորությանը, բայց քաջություն չունեցա։ Իմացա, որ դու գնացել ես ապրելու կացարանում։ Դա ինձ կործանեց։ Բայց իմ խեղաթյուրված մտքում մտածեցի, որ դու ավելի լավ կլինես առանց ինձ։ Որ ես միայն ավելի շատ ցավ կբերեմ։ Դու սխալվում էիր, ասաց Մարինեն, արցունքները հոսելով։ Ես քո կարիքն ունեի։ Միշտ ունեցել եմ։ Թերեզան սկսեց ավելի ուժեղ լաց լինել, նրա նիհար ուսերը դողում էին։ Գիտեմ։ Գիտեմ, ամեն օր զղջում եմ։ Երբ իմացա, որ հիվանդ եմ 2 տարի առաջ, առաջին բանը, որ մտածեցի, դու էիր։ Փորձեցի քեզ գտնել, բայց կորցրի հետքդ։ Դու տեղափոխվել էիր, ամուսնանալիս անունդ փոխել։ Չկարողացա քեզ գտնել։ Մարինեն խորը շունչ քաշեց։ Ես երիտասարդ ամուսնացա։ Ամուսնությունը չստացվեց։ Վերադարձա Քարթաշյան ազգանվանը։ Հետո ծնվեց Ալիսը, այն ամենը, ինչ ես ուզում էի ավելի լավ մայր լինելն էր, քան նա դադար տվեց, քան կարծում էի, որ դու ես եղել։ Թերեզան նորից փակեց աչքերը։ Դու հրաշալի մայր ես։ Ես դա տեսնում եմ։ Իսկ Ալիսը, իմ թոռնուհին։
Կարող եմ ծանոթանալ նրա հետ։ Մարինեն սրբեց արցունքները։ Իհարկե։ Նա Կարինեի հետ է առանձնատանը։ Վաղը նրան կբերեմ։ Թերեզան ժպտաց, թույլ, բայց անկեղծ ժպիտով։ Ես թոռնուհի ունեմ։ Չեմ կարողանում հավատալ, որ թոռնուհի ունեմ։ Հաջորդ օրերին Մարինեն Մարսելը յուրաքանչյուր ազատ րոպե անցկացնում էին հաստատությունում Թերեզայի հետ։ Ալիսին տարան տատիկի հետ ծանոթացնելու, նրանց միջ կապն անմիջապես հաստատվեց։ Ալիսը իր բնական քաղցրությամբ չուներ մեծահասակների հուզական բեռները։ Նա պարզապես սիրեց Թերեզային, նստեց նրա կողքին, պատմություններ պատմեց, նկարներ նկարեց սենյակը զարդարելու համար։ Թերեզան, չնայած ֆիզիկական թուլությանը, կարծես մի փոքր կենդանացավ։ Նրա աչքերում մի փայլ հայտնվեց, որը նախկինում չկար։ Նա ծիծաղում էր Ալիսի պատմությունների վրա, հուզվում յուրաքանչյուր նկարից, աղջկա յուրաքանչյուր ժպիտից։ Մարսելը հին լուսանկարներ, ընտանեկան ալբոմներ բերեց։ Նա Թերեզան ժամերով հիշում էին մանկությունը, երջանիկ պահերը, նախքան ամեն ինչի փլուզումը։ Նրանք միասին լաց եղան, միասին ծիծաղեցին, դանդաղ, սկսեցին բուժել տասնամյակների բաժանման վերքերը։ Այդ օրերից մեկի ընթացքում Բեատրիսը հայտնվեց հաստատությունում։ Մարինեն մենակ էր Թերեզայի հետ, երբ օգնականը մտավ սենյակ։ Նա անհարմար, լարված տեսք ուներ։ Բեատրիս, ասաց Մարինեն զարմացած։ Ինչ ես անում այստեղ։ Բեատրիսը նայեց Թերեզային, հետո Մարինեին։ Եկել եմ ներողություն խնդրելու։ Մարինեն բերանը բաց մնաց։ Բեատրիսը շարունակեց ցածր ձայնով. Ես սխալվում էի։ Ամեն ինչում։ Քո մտադրությունների մասին։ Պարոն Մարսելը ինձ ստիպեց տեսնել, թե որքան անարդար էի ես։ Եվ նա դադար տվեց, եսասեր։ Թերեզան, որը լուռ էր, խոսեց իր թույլ ձայնով. Դու այն Բեատրիսն ես, որը խնամում է իմ եղբորը։ Այո, տիկին Թերեզա, պատասխանեց Բեատրիսը։ Ես երկար տարիներ է նրա համար եմ աշխատում։ Թերեզան ժպտաց։ Ուրեմն դու նրա համար կարոր ես։ Եվ ցանկացած մարդ, որը կարոր է Մարսելի համար, բարի գալուստ մեր ընտանիք։ Բեատրիսը զգաց, որ արցունքներն այրում են իր աչքերը։ Շնորհակալություն։ Ես վախենում էի կորցնել իմ տեղը։ Այլս անհրաժեշտ չլինել։ Մարինեն վեր կացավ, երկուսի համար էլ անսպասելի, գրկեց Բեատրիսին։ Դու միշտ անհրաժեշտ կլինես։ Մարսելը քեզ սիրում է որպես ընտանիք։ Եվ մենք էլ կարող ենք, եթե դու թույլ տաս։ Բեատրիսը հետ գրկեց Մարինեին, առաջին անգամ նրանց ծանոթությունից ի վեր, նրանց միջ իսկական հաշտություն եղավ։ Հաջորդ շաբաթների ընթացքում Թերեզայի վիճակը սկսեց վատանալ։ Բժիշկները հստակ ասացին, այլս անելու բան չկա։ Դա ժամանակի հարց էր։ Մարսելը, օգտագործելով իր ռեսուրսները, բերեց լավագույն մասնագետներին, բայց բոլորը հաստատեցին նույնը։ Թերեզան վերջին փուլում էր։ Մարինեն դիմակայեց այս իրականությանը, ինչպես կարող էր։ Յուրաքանչյուր հնարավոր պահ անցկացնում էր Թերեզայի հետ։ Նրանք խոսեցին ամեն ինչի մասին։ Թերեզան պատմություններ պատմեց Ռոբերտի մասին, թե ինչպես են ծանոթացել, ինչ երազանքներ են ունեցել միասին։ Մարինեն խոսեց Ալիսի մասին, իր դժվարությունների մասին, թե ինչպես է հասել այստեղ։ Եվ կամաց-կամաց վիրավորանքն ու դժգոհությունը փոխարինվեցին հասկացողությամբ ու սիրով։ Մարինեն հասկացավ, որ Թերեզան արել էր լավագույնը, ինչ կարող էր այն անհնարին հանգամանքներում, որոնցում հայտնվել էր։ Իսկ Թերեզան տեսավ, որ Մարինեն դարձել է ուժեղ, քաջ կին, հիանալի մայր, չնայած բոլոր դժվարություններին։ Սեպտեմբերի մի հանգիստ գիշեր Մարինեն ստացավ այն զանգը, որից վախենում էր։ Թերեզայի վիճակը զգալիորեն վատացել էր։ Բուժքույրն առաջարկեց, որ նա անմիջապես գնա։ Մարինեն, Մարսելը, Ալիսը հաստատություն հասան կեսգիշերից քիչ անց։ Թերեզան գիտակից էր, բայց ակնհայտորեն շատ թույլ։ Նա ժպտաց, տեսնելով նրանց մտնելիս։ Իմ ամբողջ ընտանիքն այստեղ է, շշնջաց նա։ Ինչպիսի նվեր։ Մարինեն նստեց մահճակալի կողքին, բռնած Թերեզայի ձեռքը։ Ալիսը զգուշորեն բարձրացավ մահճակալին, փաթաթվեց տատիկին։ Մարսելը կանգնեց մյուս կողմում, նույնպես բռնած քրոջ ձեռքը։ Թերեզան նայեց նրանցից յուրաքանչյուրին։ Մարինե, իմ ուժեղ քաջ դուստր։ Ներիր ինձ, որ չեմ եղել այն մայրը, որին դու արժանի էիր։
Դու այն մայրն ես, որին ես ունեմ, ասաց Մարինեն, արցունքները հոսելով։ Եվ ես քեզ ներում եմ։ Ներում եմ, սիրում եմ քեզ։ Թերեզան շրջվեց դեպի Մարսելը։ Իմ պաշտպան եղբայր։ Շնորհակալություն իմ աղջկան խնամելու համար։ Շնորհակալություն մեզ միավորելու համար։ Մարսելը չէր կարողանում խոսել։ Պարզապես գլխով արեց, արցունքները հոսում էին նրա դեմքով։ Վերջապես, Թերեզան նայեց Ալիսին։ Եվ դու, իմ գեղեցիկ թոռնուհի։ Շարունակիր լինել այդ լույսը։ Շարունակիր ուրախություն տարածել, որտեղ էլ որ լինես։ Ալիսը, լիովին չհասկանալով, թե ինչ է կատարվում, գրկեց Թերեզային։ Ես քեզ սիրում եմ, տատիկ։ Թերեզան փակեց աչքերը, ժպիտը շուրթերին։ Ես էլ եմ քեզ սիրում, իմ հրեշտակ։ Սիրում եմ բոլորիդ։ Նրանք այդպես մնացին միավորված մի ընտանիք, որը վերջապես ամբողջական էր, մինչ Թերեզան վերջին անգամ քնեց։ Դա հանգիստ էր, առանց ցավի։ Նա պարզապես դադարեց շնչել, շրջապատված այն սիրով, որը ամբողջ կյանքում կարծում էր, թե արժանի չէ։ Հաջորդ օրերը դժվար էին։ Հուղարկավորությունը պարզ էր, բայց հուզիչ։ Բացի Մարինեից, Մարսելից, Ալիսից, ներկա էին Բեատրիսը, Կարինեն, Ջուլիանան, մի քանի այլ ծանոթներ, որոնց Թերեզան ձեռք էր բերել տարիների ընթացքում։ Մարինեն կարդաց իր գրած ելույթը, խոսելով ներման երկրորդ հնարավորությունների ժամանակն ու տարածությունը գերազանցող սիրո մասին։ Հուղարկավորությունից հետո շաբաթների ընթացքում առանձնատան կյանքը աստիճանաբար վերադարձավ նոր նորմալի։ Մարինեն, Ալիսը վերջնականապես հաստատվել էին։ Մարսելը ապահովեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, որպեսզի Մարինեն կարողանար արժանապատվորեն վերսկսել իր կյանքը։ Նրա համար առատաձեռն բանկային հաշիվ բացեց, առաջարկեց վճարել համալսարանի համար, եթե նա ցանկանար, երաշխավորեց, որ Ալիսը կունենա լավագույն դպրոցները։ Բայց Մարինեն, միշտ հպարտ, չէր ուզում պարզապես ստանալ։ Ուզում էր նպաստել, մաս կազմել։ Հենց այդ ժամանակ Մարսելը մի գաղափար ունեցավ։ Սանթոսյանների ընտանիքը բարեգործական հիմնադրամ ուներ, որը մի փոքր լքված էր։ Մարսելն առաջարկեց, որ Մարինեն ստանձնի կառավարումը, այն վերածելով ինչ-որ նշանակալի բանի։ Մարինեն համաձայնեց։ Նա կյանքի փորձ ուներ, որը ոչ մի համալսարան չէր կարող սովորեցնել։ Գիտեր, թե ինչ է նշանակում կարիքի մեջ լինել, ինչ է նշանակում գնալու տեղ չունենալ։ Եվ հիմա, ռեսուրսներ ունենալով, կարող էր փոփոխություն մտցնել այն մարդկանց կյանքում, ովքեր այնտեղ էին, որտեղ ինքն էր եղել։ Թերեզա Սանթոսյանի հիմնադրամը, ինչպես այն վերանվանվեց, դարձավ խոցելի իրավիճակում գտնվող կանանց երեխաներին օգնության չափանիշ։ Մարինեն անխոնջ աշխատում էր, Մարսելն աջակցում էր յուրաքանչյուր նախաձեռնության։ Բեատրիսը, որը դարձել էր իսկական դաշնակից, օգնում էր վարչական մասով։ Ալիսը ծաղկեց։ Ընդունվեց լավ դպրոց, ընկերներ ձեռք բերեց, մասնակցում էր բալետի լողի դասերի։ Բայց երբեք չմոռացավ, թե որտեղից է եկել։ Մարինեն հոգ էր տանում, որ դուստրը միշտ հիշի իրենց անցած դժվարությունները, որպեսզի կարեկցանք երախտագիտություն զարգացնի։ Թերեզայի մահից 6 ամիս անց մի անսպասելի բան տեղի ունեցավ։ Մարինեն հիմնադրամի իր աշխատասենյակում էր, երբ զանգ ստացավ։ Դա քննիչներից մեկն էր, որին Մարսելը վարձել էր։ Մարինե, տեղեկություններ ունեմ, որոնք, կարծում եմ, կցանկանաք իմանալ։ Ձեր հոր, Ռոբերտի մասին է։ Մարինեն ուղղվեց։ Ինչ նրա մասին։ Մենք նրա քրոջ գրանցումներն ենք գտել։ Մի Կլարա Քարթաշյանի։ Նա դեռ ողջ է, ապրում է Սանում։ Մտածեցի, կցանկանայիք իմանալ։ Մարինեն հազիվ էր հավատում։ Նա մորաքույր ուներ։ Արյունակից մորաքույր, հոր ընտանիքից։ Անմիջապես հանդիպում նշանակեց Կլարայի հետ։ Սանի պարզ տան դուռը բացած կինը մոտ 60 տարեկան էր։ Նա նայեց Մարինեին գունատվեց։ Դու ճիշտ Ռոբերտի նման ես, շշնջաց նա։ Մարինեն ժպտաց։ Ես Մարինեն եմ։ Նրա դուստրն եմ։ Կլարան սկսեց լաց լինել։ Ես գիտեի, որ նա դուստր է ունեցել, բայց երբեք չկարողացա քեզ գտնել։ Նրա մահից հետո Թերեզան անհետացավ, քեզ իր հետ տարավ։ Տարիներ շարունակ փնտրել եմ։ Մարինեն մտավ տուն, նրանք ժամերով խոսեցին։ Կլարան Ռոբերտի լուսանկարները բերեց, պատմություններ պատմեց նրա մասին։ Ցույց տվեց, որ նա լավ, աշխատասեր, երազող մարդ էր, որ սիրում էր Թերեզային մի ուժգնությամբ, որը վախեցնում էր։
որ շատ էր ոգորված երեխայի ծննդով։ Նա հրաշալի հայր կլիներ, ասաց Կլարան, սրբելով արցունքները։ Չափազանց երիտասարդ մահացավ, նախքան քեզ ճանաչելու հնարավորություն ունենալը։ Մարինեն լաց եղավ իր նոր գտած մորաքրոջ գրկում։ Լաց եղավ այն հոր համար, որին երբեք չէր ունեցել, այն պատմությունների համար, որոնք երբեք ուղղակիորեն նրանից չէր լսել, այն սիրո համար, որն ընդհատվել էր ողբերգությամբ։ Բայց նա ժպտաց, որովհետև այժմ ավելի շատ ընտանիք ուներ։ Ուներ Մարսելին, ուներ Կլարային, ուներ արմատներ, որոնք վերջապես իրենից Ալիսից այն կողմ էին։ Այն անձրոտ օրվանից 1 տարի անց, որը փոխեց ամեն ինչ, Մարինեն առանձնատանը հատուկ ընթրիք կազմակերպեց։ Ամեն ինչ զարդարված էր կապույտ ծաղիկներով, այն նույն ծաղիկներով, որոնք սկիզբ դրեցին ամբողջ պատմությանը։ Սեղանի շուրջ նստած էին Մարսելը, Ալիսը, Բեատրիսը, Կարինեն, Ջուլիանան, Կլարան, մի քանի այլ մտերիմ ընկերներ, որոնք ճանապարհորդության մասն էին կազմել։ Մարինեն վեր կացավ, ձեռքին գավաթ։ Ուզում եմ կենաց ասել, ասաց նա հուզված ձայնով։ 1 տարի առաջ ես Ալիսը կորած էինք, անօթան, անհույս։ Եվ հետո մի հրաշքով, անհնարին զուգադիպություններով, կամ գուցե ճակատագրով, մենք գտանք ձեզ։ Մենք գտանք ընտանիք։ Նա նայեց Մարսելին։ Մենք գտանք մի քեռու, որը մեզ ընդունեց, երբ մենք ամենաշատը կարիքն ունեինք։ Որը մեզ տվեց ոչ միայն տանիք, այլ սեր, արժանապատվություն, պատկանելություն։ Նայեց Բեատրիսին։ Մենք գտանք ընկերուհի, նույնիսկ եթե սկիզբը դժվար էր։ Մեկին, ով մեզ սովորեցրեց, որ ընտանիքը կառուցվում է ընտրություններով, ոչ միայն արյունով։ Նայեց Կլարային։ Մենք գտանք կապել մի անցյալի հետ, որը երբեք չենք ճանաչել, բայց որը միշտ մեր մասն է կազմել։ Եվ վերջապես նայեց Թերեզայի շրջանակված լուսանկարին, որը դրված էր պահարանի վրա։ Եվ մենք գտանք պատասխաններ։ Հասկացանք, որ սերը կարող է բարդ լինել, անկատար, բայց միևնույն է, իսկական։ Որ ներումը սիրո ամենամեծ ձն է։ Եվ որ երբեք ուշ չէ վերականգնել այն, ինչ կոտրվել է։ Բոլորը բարձրացրին իրենց գավաթները։ Թերեզայի գենացը, ասաց Մարսելը ուժեղ ձայնով։ Այն քաջ կնոջ, որը կյանք տվեց Մարինեին, որը, նույնիսկ հեռվից, երբեք չդադարեց սիրել։ Թերեզայի գենացը, կրկնեցին բոլորը։ Ալիսը, նստած Մարինեի կողքին, քաշեց մորթից։ Մամա, շշնջաց նա, մենք հիմա երջանիկ ենք։ Մարինեն գրկեց դստերը ամուր սեղմեց։ Այո, սիրելիս։ Մենք շատ երջանիկ ենք։ Եվ մինչ նա նայում էր սեղանի շուրջը, տեսնելով բոլոր այդ ժպտացող դեմքերը, Մարինեն հասկացավ, որ դա ճիշտ է։ Նա անցել էր լքվածության, աղքատության, հուսահատության միջով։ Նա կրել էր վիրավորանքներ ու դժգոհություններ։ Բայց վերջում գտել էր մի բան, որն ավելի թանկ է, քան ցանկացած նյութական հարստություն, նա գտել էր ընտանիք, գտել էր սեր, գտել էր իր տեղն աշխարհում։ Ճանապարհորդությունը ցավոտ էր եղել, լի արցունքներով ու դժվար բացահայտումներով։ Բայց յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր հայտնագործություն, յուրաքանչյուր ցավի պահ հանգեցրել էր այս կատարյալ պահին։ Այս զգացմանը, որ վերջապես տանն է։ Ամիսներ անց, մի արոտ առավոտ, Մարինեն առանձնատան այգում դիտում էր Ալիսի խաղը։ Աղջիկը տարբերվում էր այն վախեցած ու ցրտից դողացող երեխայից, որը սրճարանում էր այն օրը։ Այժմ նա բարձր ծիծաղում էր, ազատ վազում, առանց այն բեռների, որոնք նախկինում կրում էր։ Մարսելը մոտեցավ անվասայլակով, կանգնելով Մարինեի կողքին։ Ինչի՞ մասին ես մտածում։ Մարինեն ժպտաց։ Մտածում եմ, թե որքան տարօրինակ է կյանքը։ Թե ինչպես մի պահը կարող է փոխել ամեն ինչ։ Եթե այն օրը անձր չգար, եթե մենք այդ սրճարանը չմտնեինք, եթե Ալիսը այդ ծաղիկը տորթի վրա չտեսներ։ Ես հավատում եմ, որ որոշ բաներ ճակատագիր են, ասաց Մարսելը։ Դուք պետք է մեզ գտնեիք։ Թերեզան, ինչ-որ կերպ, մեզ միավորեց։ Մարինեն համաձայնեց։ Նա մեզ վերադարձրեց միմյանց։ Նույնիսկ այլս այստեղ չլինելով, նա դա արեց։ Մարսելը մի պահ լուռ մնաց։ Մարինե, մի բան ունեմ քեզ համար։ Նա ծրար մեկնեց։ Մարինեն բացեց այն։ Ներսում իրավական փաստաթղթեր էին։ Արագ կարդաց, աչքերը լայն բացվեցին։ Մարսել, սա… Ժառանգության մի մասը, որը պետք է Թերեզայինը լիներ, լրացրեց նա։ Այժմ քոնն է։ Եվ Ալիսինը։ Դա է ճիշտը։
Մարինեն սկսեց լաց լինել։ Մարսել, պետք չէ դա անել։ Նա բռնեց նրա ձեռքը։ Պետք է։ Դու իմ քրոջ աղջիկն ես։ Ալիսը իմ քրոջ թոռնուհին է։ Դուք իմ ընտանիքն եք։ Եվ ընտանիքը հոգ է տանում միմյանց մասին։ Մարինեն գրկեց Մարսելին, մի բան, որը նրանք հաճախ էին անում հիմա։ Շնորհակալություն։ Ամեն ինչի համար։ Շնորհակալություն մի ասա, ասաց նա։ Դուք ինձ վերադարձրիք մի բան, որը կարծում էիք, թե ընդմիշտ կորցրել եմ։ Դուք ինձ վերադարձրիք իմ քրոջ մի կտորը։ Դուք ինձ վերադարձրիք նպատակը։ Եվ դա ճիշտ էր։ Մարսելը տարբեր էր։ Սրճարանում Մարինեի հանդիպած սառը մեկուսացված տղամարդն այլս գոյություն չուներ։ Այժմ նա հեշտությամբ ժպտում էր, մասնակցում Ալիսի կյանքին, ներգրավված էր հիմնադրամի նախագծերում։ Նրանց ներկայությունը կյանք էր բերել այն առանձնատանը, որը նախկինում ընդամենը ոսկե բանտ էր։ Այդ գիշեր, երբ Ալիսն արդեն քնած էր տունը լուռ էր, Մարինեն գնաց իր սենյակ, բացեց գիշերային սեղանի դարակը։ Ներսից հանեց Թերեզայի օրագիրը։ Բացեց վերջին գրված էջը, նորից կարդաց այն խոսքերը, որոնք մայրը թողել էր։ Եթե մի օր իմ դուստրը սա կարդա, ուզում եմ, որ իմանա, որ նրանից հեռու յուրաքանչյուր օրը տանջանք էր։ Որ չի եղել մի պահ, երբ ես նրա մասին չեմ մտածել, չեմ հարցրել ինքս ինձ, թե ինչպես է նա, երջանիկ է, անվտանգ է։ Ես վատ ընտրություններ եմ արել, առաջնորդվելով հպարտությամբ ու վախով։ Բայց այն սերը, որը զգում եմ նրա հանդեպ, երբեք չի նվազել։ Երբեք։ Մարինե, որտեղ էլ որ լինես, իմացիր, որ մայրդ քեզ սիրել է առաջին իսկ վայրկյանից։ Եվ միշտ կսիրի, անկախ ժամանակից ու տարածությունից։ Մարինեն փակեց օրագիրը, գրկեց այն։ Գիտեմ, մայրիկ, շշնջաց նա դատարկ սենյակին։ Հիմա գիտեմ։ Հաջորդ օրը Մարինեն արթնացավ նոր նպատակով։ Նա գաղափար ուներ հիմնադրամի համար հատուկ նախագիծ, նվիրված բաժանված ընտանիքների վերամիավորմանը։ Իր նման դեպքեր, որտեղ մարդիկ կորցրել էին միմյանց ճանապարհին, բայց դեռ վերամիավորման հնարավորություն կար։ Նա գաղափարը ներկայացրեց Մարսելին նախաճաշի ժամանակ։ Նա անմիջապես հավանեց։ Կանվանենք ծաղիկ նախագիծ, առաջարկեց նա ժպտալով։ Ի պատիվ նրա, ինչը մեզ վերադարձրեց։ Մարինեն ժպտաց։ Կատարյալ է։ Բացարձակապես կատարյալ։ Եվ այդպես էլ եղավ։ Ծաղիկ նախագիծը դարձավ հաջող նախաձեռնություն, օգնելով տասնյակ ընտանիքների վերագտնել միմյանց։ Յուրաքանչյուր պատմություն յուրահատուկ էր, բայց բոլորն ունեին նույն սիրտը, սեր, կորուստ վերսկսելու հույս։ Ալիսը մեծացավ, լսելով այս պատմությունները։ Մեծացավ, հասկանալով ընտանիքի, կարեկցանքի, երկրորդ հնարավորության արժեքը։ Եվ միշտ, երբ նայում էր այն փոքրիկ վարդագույն զգեստին կապույտ ծաղկի ասեղնագործությամբ, որը մայրը պահում էր որպես մասունք, նա հիշում էր, թե որտեղից են եկել, թե որքան բախտավոր են, որ այնտեղ են, որտեղ են։ Տարիներ անցան։ Ալիսը դարձավ դեռահաս։ Մարինեն դարձավ հարգված գործիչ երրորդ սեկտորում, հայտնի իր անխոնջ աշխատանքով։ Մարսելը, չնայած տարիքին, շարունակում էր ակտիվ ներկա լինել։ Եվ առանձնատունը, որը նախկինում սառն ու դատարկ էր, միշտ լի էր կյանքով, ծիծաղով, սիրով։ Մարսելի ծննդյան օրերից մեկին, արդեն մի քանի տարի անց, Մարինեն անակնկալ պատրաստեց։ Հավաքեց ամբողջ ընտանիքը, ներառյալ Կլարային նրա երեխաներին, Ջուլիանային նրա ընտանիքին, Բեատրիսին, նույնիսկ Կարինեին, որն արդեն թոշակի էր անցել, բայց միշտ այցելում էր։ Եվ սեղանի կենտրոնում տորտ կար։ Գեղեցիկ տորտ, սպիտակ գլազուրի շերտերով։ Եվ վերում, զգուշորեն պատրաստված կապույտ շաքարից, մի փոքրիկ ծաղիկ։ Նույն ծաղիկը, որը փոխել էր ամեն ինչ։ Մարսելը, տեսնելով տորթը, չկարողացավ զսպել արցունքները։ Կատարյալ է, ասաց նա։ Բացարձակապես կատարյալ։ Մարինեն գրկեց քեռուն։ Ինչպես մեր պատմությունը։ Ցավոտ, բարդ, բայց վերջում, իր ձով կատարյալ։ Եվ այնտեղ, շրջապատված բոլոր այն մարդկանցով, որոնց սիրում էր, Մարինեն հասկացավ, որ վերջապես ունի այն ամենը, ինչի մասին միշտ երազել էր։ Ոչ թե նյութական հարստություն, թե այժմ ուներ այն։ Ոչ թե կարգավիճակ կամ ճանաչում, թե դրանք էլ էր նվաճել։ Այլ շատ ավելի արժեքավոր բան, անվերապահ սեր, իսկական ընտանիք, այն խաղաղությունը, որը գալիս է իմանալուց, թե ով ես դու, որտեղից ես գալիս։
Ճանապարհորդությունը, որը սկսվել էր մի անձրոտ օր, հուսահատ մորթ սրտից դողացող դստեր հետ, ավարտվեց լույսով, ծիծաղով, գրկախառնություններով լի սրահում։ Եվ կապույտ ծաղիկը, այն փոքրիկ խորհրդանիշը, որը կապեց անցյալն ու ներկան, շարունակում էր այնտեղ լինել, բոլորին հիշեցնելով, որ երբեմն ամենամեծ հրաշքները գալիս են ամենափոքր մանրուքներից։ Ալիսը, այժմ գեղեցիկ ինքնավստահ դեռահաս, բարձրացրեց իր հյութի գավաթը։ Ուզում եմ կենաց ասել, ասաց նա, ձայնը պարզ ու ուժեղ։ Իմ մոր կենացը, ամենաքաջ կնոջ, որին ճանաչում եմ։ Քերի Մարսելի կենացը, որը մեզ ընտանիք տվեց։ Եվ տատիկ Թերեզայի կենացը, որը, նույնիսկ այստեղ չլինելով, մեզ բոլորիս միասին բերեց։ Մարինեն զգաց, որ արցունքները հոսում են, բայց այս անգամ դրանք մաքուր ուրախության արցունքներ էին։ Նա նայեց սեղանի շուրջը, տեսնելով յուրաքանչյուր սիրելի դեմք, սիրտը այնքան լի էր, որ կարծես պայթելու էր։ Թերեզայի կենացը, ասացին բոլորը միասին, բարձրացնելով իրենց գավաթները։ Եվ այդ պահին Մարինեն երդվեց, որ զգաց մի մեղմ ներկայություն, ինչպես անտեսանելի գրկախառնություն։ Ընտրեց հավատալ, որ դա Թերեզան էր, որտեղ էլ որ լիներ, դիտում էր, ժպտալով տեսնելով, որ իր դուստրն ու թոռնուհին վերջապես երջանիկ են, վերջապես անվտանգ, վերջապես տանը։ Կյանքը նրանց երկրորդ հնարավորություններ էր տվել։ Նրանց տվել էր պատասխաններ հին ու ցավոտ հարցերի։ Նրանց տվել էր ներում, երբ նրանք ամենաշատը դրա կարիքն ունեին։ Եվ ամենակարևորը, նրանց տվել էր միմյանց։ Եվ մինչ խնջույքը շարունակվում էր երաժշտությամբ, պարերով ծիծաղով, որոնք արձագանքում էին այն առանձնատան պատերին, որը նախկինում այնքան լուռ էր, Մարինեն մի պահ փակեց աչքերը պարզապես զգաց։ Զգաց երախտագիտություն, զգաց սեր, զգաց խաղաղություն։ Զգաց, որ մի ամբողջ կյանք փնտրելուց հետո, նա վերջապես գտել էր իր տեղն աշխարհում։ Կապույտ ծաղկի պատմությունը կորստի գտնելու, վիրավորանքի ներման, բաժանման վերամիավորման պատմություն էր։ Դա պատմություն էր այն մասին, թե ինչպես սերը, նույնիսկ անկատար, նույնիսկ հեռու, երբեք իսկապես չի մահանում։ Եվ այն մասին, որ երբեք ուշ չէ տուն վերադառնալ։